Նա վաղ առավոտյան տնից դուրս եկավ, պատրաստ այն հարցազրույցին, որը կարող էր փոխել իր ճակատագիրը։ Բայց երբ մի երեխայի աչքերում վախ տեսավ, մոռացավ իր բոլոր հոգսերի մասին։ Եվ օգնության ձեռք մեկնելով նա վտանգի տակ դրեց ամեն ինչ, չիմանալով, որ ճակատագիրը պատրաստվում էր իրեն հատուցել։ Բարությամբ, եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Զարթուցիչը կարիք էլ չունեցավ զանգելու։ Մարիամն արդեն աչքերը բացել էր, երբ լույսի առաջին շողը սկսեց թափանցել մոր հետ կիսած նեղլիկ սենյակ։ Ձայնը միշտ նույնն էր՝ թակ, թակ, թակ։ Ծակ տանիքի տակ դրված դույլի մեջ կաթող կաթիլները կարծես չդադարող ժամացույցի պես չափում էին այդ տան ռիթմը։ Նա նայեց խոնավությունից բծախնդիր դարձած առաստաղին ու խորը շունչ քաշեց։ Այսօր այլ կերպ էր լինելու։ Պետք է որ այլ կերպ լիներ։ Սենյակը բաժանող ինքնաշեն վարագույրի մյուս կողմում տիկին Սոնան նույնպես արթուն էր։ Մարիամը լսեց մաշված հողաթափերի քսքսոցը ցեմենտե հատակին, խոհանոցի դռան ճռինչը, գազօջախի վառվելու ձայնը։ Մայրը միշտ իրենից շուտ էր արթնանում, կարծես մարմինն արդեն մոռացել էր, թե ինչ է առանց հոգսերի քնելը։ 48 տարին 70 էր թվում, երբ երկու կյանքի բեռ ես կրում ուսերին։ Մարիամը դանդաղ վեր կացավ, զգալով հատակի սառնությունը բոբիկ ոտքերի տակ։ Մայիսը երանում այդպիսին էր, այն խոնավ ցուրտը, որ մտնում էր մինչ ոսկորներդ ու հիշեցնում, որ ձմեռը մոտենում է։ Նա վերցրեց դռան հետի մեխից կախված սրբիչն ու գնաց դեպի փոքրիկ լոգարան, որտեղ էլեկտրական ցնցուղը սպառնալից շշում էր ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը միացնում էր։ Ջուրը կամ սառն էր հոսում, կամ եռման, միջին տարբերակ չկար։ Բայց նա արդեն սովոր էր։ Ի դեպ, Մարիամը շատ բաների էր սովոր։ Երբ վերադարձավ սենյակ, տեսավ, որ մայրը խնամքով արդուկում է իր նախորդ գիշեր առանձնացրած մուգ կապույտ զգեստը։ Դա միակն էր, որ դեռ ավելի լուրջ, ավելի ներկայանալի տեսք ուներ։ Կտորն արդեն գունաթափվել էր կարերի մոտ, փեշի մոտ մի փոքրիկ բիծ ուներ, որն այդպես էլ ամբողջությամբ դուրս չէր եկել, բայց դա իր ունեցած լավագույնն էր։ Տիկին Սոնան արդուկում էր այնպիսի ուշադրությամբ, կարծես թանկարժեք իր լիներ, ասես այդ հասարակ զգեստը կարող էր կրել այն բոլոր երազանքները, որոնք երկուսով փայփայում էին այդքան ժամանակ։ Խոհանոցի սեղանին սուրճն արդեն պատրաստ էր։ Թունդ, շատ թունդ, այնպես, ինչպես տիկին Սոնան սովորել էր պատրաստել դեռ մանկուց, երբ տատիկին էր օգնում գյուղում։ Հացը թխարանի ամենաէժանն էր, բայց տաք էր, քանի որ մայրը վաղ առավոտյան էր գնացել բերելու։ Կար նա մի կտոր պանիր, որը նա օրեր շարունակ պահում էր, սպասելով այս հատուկ առավոտվան։ Մարիամի սիրտը սեղմվեց։ Նա գիտեր, թե ինչ էր նշանակում այդ պանիրը։ Գիտեր, որ մայրն ամբողջ շաբաթ նորմալ չէր կերել, որպեսզի կարողանար հենց այսօր իրեն արժանապատիվ նախաճաշ տալ։ Դուք պետք է մի բան հասկանաք, այդ հարցազրույցը ուղղակի հարցազրույց չէր։ Դա Մարիամի համար վերջապես գոյատման ռեժիմից դուրս գալու հնարավորությունն էր։ Դա խոհանոցի դարակում կուտակված ուշացած կոմունալ վճարումները մարելու հնարավորությունն էր, որոնք տիկին Սոնան ծածնում էր, թե չի տեսնում։ Դա ամսվա վերջին մանրադրամները չհաշվելու թեթությունն էր, իմանալու համար, թե արդյոք բրնձի փող կունենան։ Դա արժանապատվություն էր։ Ապագա էր։ Օդ էր։ Մարիամը 28 տարեկան էր, թվում էր, թե ամբողջ կյանքը նախապատրաստություն է եղել այդ պահի համար։ Սովորել էր երեկոյան ուսուցմամբ համալսարանում 3 տրանսպորտով գնալով ու 3-ով վերադառնալով, դասերն անելով լեփ-լեցուն ավտոբուսի մեջ, գիրքը ծնկներին դրած, իսկ պայուսակը, որպես ինքնաշեն սեղան։ Գիշերները առցանց դասընթացների էր մասնակցել, երբ ինտերնետն ավելի էժան էր։ Հարյուրավոր ընկերությունների ինքնակենսագրականներ էր ուղարկել, տասնյակ մերժումներ լսել, նվաստացուցիչ հարցազրույցների դիմացել, որտեղ պարզ էր դառնում, որ իր բնակության հասցեն ավելի մեծ կշիռ ունի, քան կրթությունը։ Բայց այս անգամ այլ էր։ Հաստիքը խոշոր կորպորացիայում էր, այն ընկերություններից, որոնց հեղինակավոր անունը դռներ էր բացում։ Վարչական բաժին, հաստատուն աշխատավարձ, տրանսպորտի, սննդի փոխհատուցում, բժշկական ապահովագրություն։ Բաներ, որոնք շատերի համար սովորական էին թվում, բայց Մարիամի տիկին Սոնայի համար գրեթե հրաշք էին։ Մայրը վերջապես կկարողանար գնալ ատամնաբույժի մոտ, այն ատամի համար, որն ամիսներ շարունակ ցավում էր։ Կկարողանային տանիքը նորոգել, մինչ ձմեռն իրականում կսկսվեր։ Կկարողանային շունչ քաշել։ Մարիամը լուր սուրճ խմեց, զգալով մոր հայացքն իր վրա։ Տիկին Սոնան կարիք չուներ որևէ բան ասելու։
Հպարտությունն այնտեղ էր, դրոշմված այդ հոգնած, բայց փայլուն աչքերում։ Իր աղջիկը հասել էր իր ուզածին։ Սովորել էր, ավարտել էր, համառել էր։ Եվ այսօր կստանար այդ աշխատանքը։ Պետք է որ ստանար։ Երբ Մարիամն ավարտեց հագնվելը, վերցրեց թղթապանակը, որը գնել էր կենտրոնի փողոցային արտրականներից մեկից։ Արհեստական կաշվից էր, բայց նոր էր, պրոֆեսիոնալ տեսք ուներ։ Ներսում խնամքով դասավորեց փաստաթղթերը, լավ որակի թղթի վրա տպված ինքնակենսագրականը, համալսարանի դիպլոմը, դասընթացների վկայականները, երաշխավորագրերը, որոնք ստացել էր ժամանակավոր աշխատանքներից։ Ամեն ինչ անթերի դասավորված էր, քանի որ գիտեր, որ ոչ մի մանրուքի մեջ չի կարող սխալվել։ Մայրն ուղեց նրա զգեստի օձիքը, ձեռքը տարավ Մարիամի մազերով, որոնք նա հավաքել էր հասարակ, բայց էլեգանտ կոկոնի մեջ, աղջկա դեմքը բռնեց իր կոշտացած ձեռքերի մեջ։ Մի քանի վայրկյան ոչինչ չասաց, պարզապես խորը նայեց նրա աչքերին։ Հետո, հուզված ձայնով, շշնջաց. Աստված քեզ հետ, աղջիկս։ Դու արժանի ես սրան։ Դու արժանի ես ամենայն բարիքի։ Մարիամը ամուր գրկեց մորը, զգալով էժան օճառի սուրճի բույրը, որ միշտ գալիս էր նրանից։ Ուզում էր այնքան բան ասել։ Ուզում էր խոստանալ, որ ամեն ինչ լավ կլինի, որ շուտով իրենց կյանքը կփոխվի, որ դժվար օրերը մոտենում են իրենց ավարտին։ Բայց բառերը խեղդվեցին կոկորդում, ուստի նա պարզապես ավելի ամուր գրկեց նրան, նախքան դուրս գալը։ Ամենամոտ մետրոյի կայարան հասնելը տում էր 15 րոպե։ Մարիամն ամեն ինչ հաշվարկել էր ռազմական ճշգրտությամբ։ Ճշգրիտ գիտեր, թե որ գնացքը պետք է նստի, որտեղ պետք է գիծը փոխի, հաջորդիվ որ ավտոբուսը նստի, որքան կտի վերջնական քայլքը մինչ ընկերության շենք։ Նույնիսկ 20 րոպե պահեստային ժամանակ ուներ, քանի որ Երանում չես կարող վստահ լինել, որ ամեն ինչ անթերի կաշխատի։ Այդ ժամին մետրոն արդեն լեփ-լեցուն էր։ Մարմիններն իրար կպած, պայուսակները խփում էին մեջքերին, մարդիկ հրում էին, այն տոթը, որ գալիս է կուտակված մարդկանցից։ Կայարանների հայտարարությունները խեղաթյուրված արձագանքում էին հին բարձրախոսներով։ Շտապողականությունը շոշափելի էր օդում։ Բոլորը վազում էին ինչ-որ բանի հետից, աշխատանք, ուսում, բժշկի այց, երազանք։ Մարիամն ամուր սեղմել էր թղթապանակը կրծքին, կարծես սուրբ բան լիներ պաշտպանում։ Երրորդ կայարանում էր, որ նրա կյանքը լիովին փոխվեց։ Նա անմիջապես չնկատեց։ Կենտրոնացած էր, մտքում կրկնում էր այն պատասխանները, որոնք պատրաստել էր հարցազրույցի ամենատարածված հարցերի համար։ Ո՞րն է ձեր ամենամեծ թերությունը։ Ինչպես եք դիմանում ճնշմանը։ Որտեղ եք ձեզ տեսնում 5 տարի անց։ Ամեն ինչ փորձել էր, մտածել յուրաքանչյուր բառի մասին, մարզել ձայնի տոնայնությունը, որպեսզի ոչ շատ անվստահ թվա, ոչ էլ շատ ամբարտավան։ Լացն էր, որ ընդհատեց նրա մտքերը։ Սովորական։ Լաց չէր։ Իրական խուճապի լաց էր, այն մեկը, որ գալիս է կրծքավանդակից, երբ թվում է, թե ամբողջ աշխարհը փլուզվում է։ Մարիամը նայեց ձայնի ուղղությամբ, սիրտը սեղմվեց։ Մի փոքրիկ աղջիկ, 3-5-6 տարեկան, միայնակ կանգնած էր կառամատույցին։ Նա ակնհայտորեն թանկարժեք հագուստով էր, վարդագույն զգեստ, ժանյակե մանրամասներով, բարակ տրիկոտաժե ժակետ, անթերի սպիտակ կոշիկներ։ Մեջքի պայուսակը միայղջյուրի նկարով էր փայլում էր այն փայլերով, որոնք երեխաները սիրում են։ Մազերը հավաքված էին երկու կատարյալ հյուսերի մեջ, համապատասխան ժապավեններով։ Ամեն ինչ նրա վրա խոսում էր խնամքի, ուշադրության, փողի մասին։ Բացի աչքերից։ Աչքերը մաքուր սարսափ էին ճչում։ Մարիամը շուրջը նայեց։ Կառամատույցը լիքն էր մարդկանցով, բայց բոլորն անտարբեր անցնում էին։ Ոմանք նույնիսկ չէին նայում։ Մյուսները նայում ու արագ հայացքը փախցնում էին, կարծես չուզենային խառնվել։ Նա հիանալի հասկացավ։ Երանը սովորեցնում է քեզ չխառնվել, չկանգնել, շատ չնայել։ Քաղաքն այդպես դաժան է։ Յուրաքանչյուրն իր խնդիրներով, յուրաքանչյուրը վազում է իր գոյատման հետից։ Նա նայեց ժամացույցին։ Դեռ ժամանակ ուներ։ Շատ չէ, բայց ուներ։ Հաջորդ գնացքը, որով պետք է գիծը փոխեր, կժամաներ 4 րոպեից։ Եթե նստեր դա, հանգիստ կհասներ։ Եթե բաց թողներ, պետք է սպասեր 6 րոպե, այդ դեպքում պահեստային ժամանակը կսկսեր սպառվել։ Նա նորից նայեց աղջնակին, որն այժմ ավելի բարձր էր լաց լինում, հուսահատ աչքերով փնտրելով ծանոթ մեկին։ Մարիամի սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա գիտեր, թե ինչ պետք է աներ։
Գիտեր, թե որն էր ճիշտը։ Բայց բանականության ձայնը գոռում էր գլխում. Դու չես կարող բաց թողնել այս հարցազրույցը։ Սա քո շանսն է։ Ամիսներ շարունակ փնտրել ես։ Վճարելու հաշիվներ ունես։ Մայրդ քեզնից է կախված։ Ամբողջ կյանքդ կախված է այս հաստիքից։ Գնա։ Նստիր գնացքը։ Ինչ որ մեկը կօգնի աղջնակին։ Պարտադիր չէ, որ դու լինես։ Բայց հետո նա պատկերացրեց։ Պատկերացրեց, եթե դա իր երեխան լիներ։ Պատկերացրեց, եթե ինքը լիներ փոքր, մոլորված, վախեցած։ Պատկերացրեց այդ աղջնակի մորը քաղաքի ինչ-որ մի անկյունում, հավանաբար խելագարվելով անհանգստությունից։ Պատկերացրեց, թե ինչպիսի մարդ կլիներ, եթե անտարբեր անցներ։ Պատկերացրեց, թե արդյոք կկարողանար հետո հայելու մեջ նայել։ Թե արդյոք կկարողանար սեփական մոր աչքերին նայել ու պատմել, որ մի երեխայի թողել է միայնակ լացելիս, որովհետ աշխատանքի հարցազրույց ուներ։ Գնացքը մտավ կայարան։ Դռները բացվեցին։ Ամբոխը սկսեց նստել։ Մարիամը մի քայլ արեց դեպի վագոնը։ Ընդամենը մի քայլ։ Հետո կանգ առավ։ Եվս մեկ անգամ նայեց աղջնակին։ Եվ զգաց մի բան, որն ավելի ուժեղ էր, քան վախը, ավելի ուժեղ, քան հուսահատությունը, ավելի ուժեղ, քան կարիքը։ Զգաց մարդկայնություն։ Զգաց այն, ինչ մայրը միշտ փորձել էր սովորեցնել։ Մենք կարող է շատ բան չունենանք, բայց պետք է սիրտ ունենանք։ Նա թույլ տվեց, որ գնացքը գնա։ Տեսավ, թե ինչպես փակվեցին դռները։ Տեսավ, թե ինչպես հեռացավ վագոնը։ Զգաց, թե ինչպես ստամոքսը խառնվեց, քանի որ գիտեր, որ հենց նոր ամեն ինչ վտանգի տակ էր դրել։ Բայց քայլեց դեպի աղջնակը։ Երբ մոտեցավ, կռացավ, որպեսզի երեխայի աչքերի մակարդակին լինի։ Աղջնակը վախեցած մի քայլ հետ գնաց։ Մարիամը ժպտաց այն ողջ քնքշությամբ, որ կարողացավ գտնել սեփական խուճապի մեջ, մեղմ ասաց. Բար, սիրունիկս։ Մոլորվել ես։ Կարող ես ինձ ասել, ես քեզ կօգնեմ, լավ։ Աղջնակը նայեց նրան այդ լացից ուռած աչքերով։ Ստորին շուրթը դողում էր։ Նա քիթը քաշեց աշխարհի ամենաբարակ ձայնով կարողացավ ասել. Ես մորաքրոջս չեմ գտնում։ Մենք միասին էինք, ու հանկարծ նա անհետացավ։ Ես վախենում եմ։ Մարիամը զգաց, թե ինչպես սիրտը կտոր-կտոր եղավ։ Դանդաղ, առանց ստիպելու, մեկնեց ձեռքը։ Աղջնակը մի վայրկյան տատանվեց, բայց հետո իր փոքրիկ, սառը ձեռքը դրեց Մարիամի ձեռքի մեջ։ Եվ այդ պահին, բռնելով այդ անծանոթ երեխայի ձեռքը, Մարիամը հասկացավ, որ ճիշտ որոշում է կայացրել։ Կարևոր չէր, թե ինչ կլիներ հետո։ Կարևոր չէր, եթե կորցներ հաստիքը։ Կարևոր չէր, եթե ստիպված լիներ ամեն ինչ նորից սկսել։ Որովհետև որոշ բաներ ավելի մեծ են, քան աշխատանքը, ավելի մեծ, քան փողը, ավելի մեծ, քան պլանավորումը։ Որոշ բաներ մենք պարզապես չենք կարող անտեսել, առանց հոգու մի մասը կորցնելու։ Նա բռնեց աղջնակի ձեռքից, սկսեց օգնություն փնտրել։ Փորձեց խոսել կայարանի մուտքի մոտ կանգնած անվտանգության աշխատակցի հետ, բայց տղամարդը պարզապես մատնացույց արեց կառամատույցի մյուս կողմում գտնվող տեղեկատվական կետը շարունակեց քայլել։ Փորձեց հարցնել մի կնոջ, որը մոր տեսք ուներ, բայց կինը շտապելով ասաց, որ չի կարող ուշանալ, շարունակեց վազել։ Փորձեց մաքրության աշխատակցի ուշադրությունը գրավել, բայց տղամարդը լավ հայերեն չէր խոսում, չհասկացավ, թե ինչ է խնդրում։ Մարիամը սկսեց զգալ, թե ինչպես է հուսահատությունն աճում։ Նորից նայեց ժամացույցին։ Արդեն 2 գնացք էր բաց թողել։ Արդեն ուշանում էր։ Պետք է զանգեր ՄՌԲ, բացատրեր, մի շանս խնդրեր։ Բայց ինչպես։ Ինչպես բացատրել, որ ուշացել է, որովհետև կանգնել է մոլորված երեխային օգնելու համար։ Կհավատան։ Կհասկանան։ Թե կմտածեն, որ պատրվակ է։ Վերջապես գտավ տեղեկատվական կետը։ Աշխատակիցը միջին տարիքի, հոգնած դեմքով կին էր։ Մարիամն արագ բացատրեց իրավիճակը։ Կինը նայեց աղջնակին, հետո Մարիամին ծանր հոգոց հանեց։ Ասաց, որ պետք է ձաթուղթ լրացնի, որ կկանչի համակարգողին, որ ընթացակարգեր կան։ Յուրաքանչյուր բառ Մարիամի պլանների համար մահվան դատավճռի պես էր հնչում։ Մինչ աշխատակիցը զանգեր էր անում, ինչ-որ բաներ գրում հին տետրում, Մարիամը փորձեց ավելի շատ խոսել աղջնակի հետ։
Կարողացավ պարզել, որ նրա անունը Սոֆի է, որ 5 տարեկան է, որ մորաքրոջ հետ է եղել, ով եկել է նրան դպրոցից վերցնելու, քանի որ մայրը ճամփորդության էր, իսկ հայրն աշխատանքի։ Բայց երբ հարցրեց ինչ-որ մեկի հեռախոսահամարը, աղջնակը նորից սկսեց լաց լինել։ Ասաց, որ անգիր չգիտի, որ մորաքրոջ օրագրում կա, որ մորաքույրը միշտ հեռախոսը պահում է մեծ պայուսակում։ Մարիամի մոտ էլ լացելու ցանկություն առաջացավ։ Ոչ միայն աղջնակի համար։ Ամեն ինչի համար։ Հարցազրույցի համար, որը կորցնում էր։ Երազանքների համար, որոնք թվում էր, թե սահում են մատների արանքով։ Մոր համար, որը տանը լավ լուրերի էր սպասում։ Տանիքի համար, որը շարունակելու էր կաթել։ Հաշիվների համար, որոնք շարունակելու էին ուշանալ։ Այս կյանքի համար, որը թվում էր անվերջ պայքար։ Բայց նայեց Սոֆիին, որն այժմ կրտնել էր իրեն, կառչել հագուստից, կարծես Մարիամը միակ ամուր բանն էր փլուզված աշխարհում, կուլ տվեց սեփական հուսահատությունը։ Ժամանակը չէր։ Հիմա չէր կարող փլուզվել։ Մի երեխա իր կարիքն ուներ։ Ուստի խորը շունչ քաշեց, թեթակի սեղմեց աղջնակի ձեռքը, ասաց. Ամեն ինչ լավ կլինի, տեսնում ես, Սոֆի։ Մենք կգտնենք քո մորաքրոջը։ Դու շատ խիզախ ես։ Անցավ 40 րոպե, մինչ որ առաջընթաց գրանցեցին։ Կայարանի համակարգողը հայտնվեց, ավելի շատ հարցեր տվեց, զանգեց ոստիկանություն, գործի դրեց մոլորված երեխայի արձանագրությունը։ Մարիամը նկատեց, որ դողում է, բայց չգիտեր, ցրտից, նյարդայնությունից, թե հիասթափությունից։ Ներողություն խնդրեց, ասաց, որ պետք է արագ զանգ անի, մի փոքր հեռացավ, հեռախոսը ձեռքին։ Գտավ ընկերության ՄՌԲ-ի համարը։ Մատները դողում էին, երբ հավաքում էր։ Երրորդ զանգին պատասխանեցին։ Մարիամը կիսատ-պռատ ձայնով բացատրեց իրավիճակը, փորձելով շատ հուսահատ չթվալ, հասկացողություն խնդրելով, երկրորդ շանս աղերսելով, վերանշանակում որևէ բան։ Մյուս կողմի ձայնը սառն էր, մեխանիկական, ընթացակարգային։ Ասաց, որ հարցազրույցը նշանակված էր այդ ժամին, որ այլ թեկնածուներ արդեն հերթում են, որ հաստիքը շատ մրցակցային է, որ չներկայանալը նշանակում է հրաժարում։ Շնորհակալություն հայտնեց, կապի համար անջատեց։ Մարիամը կանգնած մնաց այնտեղ, հեռախոսը դեռ ձեռքին, նայելով էկրանին, որը նորից մթնել էր։ Զգաց, որ ոտքերը թուլանում են։ Ստիպված եղավ հենվել պատին, որպեսզի չընկնի։ Ամեն ինչ ավարտվել էր։ Ամիսների նախապատրաստություն, տարիների պայքար, մի ամբողջ կյանքի զոհողություն։ Ամեն ինչ ջուրն ընկավ։ Մի քանի վայրկյանի որոշման պատճառով։ Մի սրտի պատճառով, որը չկարողացավ լուռ մնալ, երբ պետք էր։ Նա վերադարձավ Սոֆիի մոտ, որը շարունակում էր նստած լինել կայարանի կոշտ նստարանին, օրորելով ոտքերը, որոնք չէին հասնում հատակին։ Աղջնակը նայեց նրան երեխաներին բնորոշ դաժան անկեղծությամբ հարցրեց. Դու տխուր ես։ Մարիամը փորձեց ժպտալ, բայց արցունքներն ինքնաբերաբար սկսեցին հոսել։ Նա նստեց աղջնակի կողքին, դեռ բռնած թղթապանակը, որն այժմ անպետք էր թվում, դանդաղ գլխով արեց։ Հետո Սոֆին անսպասելի բան արեց։ Բարձրացավ նրա գիրկը, գրկեց վիզը շատ մեղմ շշնջաց ականջին։ Շնորհակալ եմ, որ ինձ մենակ չթողեցիր։ Եվ Մարիամն այդ պահին հասկացավ, որ թե ամեն ինչ կորցրել էր, բայց շահել էր մի բան, որը ոչ մի աշխատավարձ չէր կարող գնել։ Նա պահպանել էր իր մարդկայնությունն անձեռնմխելի մի աշխարհում, որը համառորեն փորձում է մեզ վերածել գոյատման մեքենաների։ Նա նայել էր վախեցած երեխայի աչքերին, ընտրել այն, ինչ ճիշտ էր, ոչ թե այն, ինչ հարմար էր։ Եվ որքան էլ ցավոտ լիներ, որքան էլ կյանքն ավելի դժվարանար, նա խորքում գիտեր, որ չէր կարող այլ կերպ վարվել։ Րոպեները շարունակում էին դանդաղ անցնել, կապարի պես ծանր։ Մինչ որ հանկարծ լսեցին մի ձայն, որ հուսահատ գոռում էր. Սոֆի! Սոֆի! Մի բարձրահասակ տղամարդ վազելով մտավ կայարան, կոստյումի պիջակը բաց, փողկապը ծուռ, կարմրած աչքերով խելահեղ փնտրում էր։ Երբ տեսավ աղջնակին, նրա ամբողջ դեմքը փոխվեց։ Կարծես տեսնեիր մեկին, որը խեղդվելուց հետո նորից սկսում է շնչել։ Նա վազեց դեպի նրանց, այնքան ուժեղ գրկեց դստերը, որ աղջնակը ճչաց։ Բայց դա ուրախ ճիչ էր։ Սոֆին նորից սկսեց լաց լինել, բայց այժմ դրանք թեթության արցունքներ էին։ Հայրիկ, հայրիկ, ես այնքան վախեցա։ Տղամարդը օրորում էր նրան, անդադար կրկնելով. Ամեն ինչ լավ է հիմա, սիրելիս։ Հայրիկն այստեղ է։ Հայրիկը քեզ երբեք այլս չի թողնի։
Մարիամը դանդաղ վեր կացավ, վերցրեց իր թղթապանակը, սկսեց զգուշորեն հեռանալ։ Իր դերն ավարտված էր։ Աղջնակն ապահով էր։ Նա կարող էր հիմա գնալ։ Գնալ տուն։ Մորը պատմել, որ կորցրել է հարցազրույցը։ Նայել նրա աչքերին, տեսնել, թե ինչպես է ամբողջ հույսը մարում։ Նորից զրոյից սկսել աշխատանքի որոնումները։ Վերադառնալ անտեսված ինքնակենսագրականների երբեք չեկող հնարավորությունների այդ անվերջ շրջանին։ Բայց նախքան 3 քայլ անելը, լսեց տղամարդու ձայնը. «Սպասեք, խնդրում եմ»։ Նա շրջվեց։ Տղամարդը Սոֆիին իջեցրել էր, բայց շարունակում էր ամուր բռնել դստեր ձեռքը, կարծես վախենում էր, որ նա կարող է նորից անհետանալ։ Նրա աչքերը խոնավ էին, երբ խոսեց, ձայնը հուզված էր։ «Դուք եք նրա հետ մնացել։ Դուք եք հոգ տարել իմ դստեր մասին»։ Մարիամը պարզապես գլխով արեց, չիմանալով ինչ ասել։ Տղամարդը մոտեցավ, նա կարողացավ մոտիկից տեսնել, որ նա շատ էր լացել։ Հետքերն այնտեղ էին, աչքերի շուրջ մաշկին, խոնավ այտերին, դեռ անկանոն շնչառության մեջ։ Նա այդ պահին գործարարի տեսք չուներ։ Պարզապես հոր տեսք ուներ, որը հենց նոր վերագտել էր կյանքի ամենակարևոր բանը։ «Նույնիսկ չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնել», ասաց նա, ձայնը դողալով։ «Ես ժողովի էի, երբ մորաքույրը հուսահատ զանգեց, ասելով, որ մետրոյում իրար կորցրել են։ Ամեն ինչ թողեցի ու անցա քաղաքը։ Մտածում էի, կխելագարվեմ։ Դուք պատկերացում չունեք, թե ինչ է նշանակում նրան ողջ առողջ գտնելը։ Պատկերացում չունեք»։ Մարիամը փոքրիկ ժպիտ ստիպեց իրեն։ «Ցանկացած մարդ նույնը կաներ», պատասխանեց նա, թե գիտեր, որ դա ճիշտ չէ։ Նա սեփական աչքերով էր տեսել, թե ինչպես էին մարդիկ անտարբեր անցնում։ Տղամարդը ձեռքի թիկունքով սրբեց դեմքը, հարցրեց նրա անունը։ «Մարիամ»։ «Իսկ դուք ո՞ր էիք գնում, Մարիամ։ Երբ կանգ առաք իմ դստերը օգնելու, ո՞ր էիք շտապում»։ Նա տատանվեց։ Մտածեց ստել ինչ-որ բան հորինել, որպեսզի ստիպված չլինի խոստովանել, թե ինչ է կորցրել։ Բայց չափազանց հոգնած էր ձացնելու համար։ Ուստի, ցածր մի տխրությամբ լի ձայնով, որն այլս չէր կարողանում թաքցնել, պատմեց հարցազրույցի, աշխատանքի մասին, որն ամեն ինչ էր նշանակում, ամիսների նախապատրաստության, հենց նոր արած զանգի, կորցրած հաստիքի, ապագայի մասին, որը սահել էր մատների արանքով, մինչ նա բռնել էր վախեցած երեխայի ձեռքը։ Երբ ավարտեց խոսքը, տեսավ, որ տղամարդը լիովին քարացել է։ Նա նայում էր իրեն մի արտահայտությամբ, որը նա չկարողացավ վերծանել։ Թվում էր շոկ։ Թվում էր հասկացողություն։ Թվում էր ինչ-որ ավելի խորը բան, որը նա չէր կարողանում անվանել։ Հետո նա մի հարց տվեց, որը կփոխեր ամեն ինչ։ Ինչ էր ընկերության անունը։ Մարիամն ասաց անունը։ Եվ տեսավ, թե ինչպես նրա դեմքը լիովին փոխվեց, կարծես հենց նոր հասկացել էր մի հսկայական ու սարսափելի բան։ Հաջորդած լռությունն այնքան ծանր էր, որ Մարիամը դժվարությամբ էր շնչում։ Տղամարդը շարունակում էր նայել նրան այդ անվերծանելի արտահայտությամբ, մինչդեռ Սոֆին, անտեղյակ ձավորվող լարվածությունից, խաղում էր իր մատների հետ։ Հետո նա խոսեց, բառերը դանդաղ դուրս եկան, կարծես ինքն էլ դժվարությամբ էր հավատում իր ասածին։ «Ես Խաչիկ Մանուկյանն եմ։ Ես եմ այդ ընկերության սեփականատերը»։ Մարիամը զգաց, թե ինչպես հատակը փախավ ոտքերի տակից։ Ամբողջ աշխարհը կարծես մի վայրկյան պտտվեց։ Դա չէր կարող ճիշտ լինել։ Չէր կարող իրական լինել։ Չափազանց մեծ զուգադիպություն էր, չափազանց դաժան, չափազանց հեգնական, ճիշտ լինելու համար։ Նա կորցրել էր կյանքի շանսը, փրկելու համար հենց այն մարդու դստերը, ով կարող էր ամեն ինչ փոխել իր համար։ Ճակատագիրը վատ կատակ էր անում, թե՞ փորձում էր ինչ-որ բան ասել։ Խաչիկը տեսավ, թե ինչպես գույնը գնաց նրա դեմքից, ձեռքը դրեց Մարիամի ուսին, կարծես վախենում էր, որ նա կուշաթափվի։ «Շնչեք», ասաց նա մի քնքշությամբ, որը չէր համապատասխանում գործարարի ազդեցիկ կերպարին։ «Խնդրում եմ, շնչեք։ Մի փոքր նստեք այստեղ»։ Նրանք նստեցին կայարանի նստարանին, Սոֆին, երկուսի միջ, դեռ ամուր բռնած հոր ձեռքը։ Մարիամը փորձում էր մարսել այդ ամենը, մինչդեռ մետրոյի աղմուկը շարունակվում էր նրանց շուրջը, անտարբեր այն փոթորկին, որ տեղի էր ունենում իր ներսում։ Մարդիկ շարունակում էին անցնել, շտապելով, յուրաքանչյուրը կրելով իր սեփական խնդիրների ու հրատապությունների տիեզերքը։ Եվ այնտեղ նրանք երեքն էին, կախված մի պահի մեջ, որն անհնարին էր թվում։
Խաչիկը ձեռքը տարավ մազերի միջով։ Ակնհայտորեն անհանգիստ։ Նա կարծես ներքին պայքարի մեջ էր, փորձելով հասկանալ իրավիճակը նույնքան, որքան նա։ Հետո սկսեց խոսել, երբ բառերը դուրս էին գալիս, Մարիամը նկատեց, որ նա անկեղծորեն ցնցված է։ Ես չեմ հասկանում, ասաց նա։ Իմ դուստրը մոլորվում է մետրոյում հենց այն օրը, երբ դու հարցազրույց ունես իմ ընկերությունում։ Դու կորցնում ես հաստիքը, որովհետև կանգնում ես նրան օգնելու։ Եվ ես սա իմանում եմ միայն հիմա։ Ինչ է սա։ Պատահականություն։ Ճակատագիր։ Փորձություն։ Մարիամը չգիտեր ինչ պատասխանել։ Ինքն էլ իրեն նույն հարցերն էր տալիս։ Ինչու Իրանի միլիոնավոր մարդկանց մեջ հենց ինքն էր այդ կառամատույցին այդ ճշգրիտ պահին։ Ինչու էր Սոֆիի մորաքույրը շեղվել հենց այնտեղ։ Ինչու էր ՄՌԲ-ի համակարգն այդքան կոշտ, այդքան սառը, այդքան արագ իրեն մերժել։ Դժվար էր իմաստ չփնտրել իրադարձությունների այդ ամբողջ հաջորդականության մեջ։ Սոֆին, նկատելով, որ մեծահասակները շատ լուրջ են, քաշեց հոր վերնաշապիկի թքը։ Հայրիկ, այս տիկինը լավն է։ Նա իմ հետ մնաց ամբողջ ժամանակ։ Նա չգնաց։ Խաչիկը նայեց դստերը մի քնքշությամբ, որը լիովին փոխեց նրա դեմքը։ Հետո նայեց Մարիամին, ասաց մի բան, որը նա երբեք չէր պատկերացնի, թե կլսի։ Ես պետք է մի անարդարություն ուղղեմ։ Մարիամը պատրաստվում էր առարկել, ասել, որ լավության կարիք չունի, որ ողորմություն չի ուզում, բայց նա բարձրացրեց ձեռքը, խնդրելով, որ թույլ տա ավարտել։ Սա լավություն չէ, ասաց նա, կարծես կարդացել էր նրա մտքերը։ Եվ հաստատ ողորմություն չէ։ Դու այսօր ապացուցեցիր մի բան, որը ոչ մի ինքնակենսագրական չի կարող ապացուցել։ Դու ապացուցեցիր, որ բնավորություն ունես։ Որ մարդկայնությունը հնարավորությունից վեր ես դասում։ Որ անտարբեր չես անցնում, երբ ինչ-որ մեկը օգնության կարիք ունի։ Եվ սա, Մարիամ, սա ավելին արժե, քան ցանկացած տեխնիկական հմտություն, որը ես կարող եմ ստուգել հարցազրույցի ժամանակ։ Նա դադար տվեց, նայեց Սոֆիին, շարունակեց. Իմ դուստրը 2 տարի առաջ կորցրել է մորը։ Այդ ժամանակվանից ի վեր փորձում եմ հավասարակշռել իմ ընկերությունը, իմ կյանքը նրա դաստիարակությունը։ Իմ տնով անցել են դայակներ, անթերի ինքնակենսագրականներով, կատարյալ որակավորում ունեցող մասնագետներ, տարիների փորձ ունեցող կանայք։ Բոլորը անթերի էին թղթի վրա։ Բոլորը սառն էին գործնականում։ Սոֆիին պետք է մեկը, ով իսկապես հոգ կտանի։ Մեկը, ով նրան չի վերաբերվի որպես պարտականության, այլ որպես մարդու։ Մեկը, ով անտարբեր չի անցնի։ Մարիամը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա հասկացավ, թե ուր է տանում այս խոսակցությունը, բայց չէր կարողանում հավատալ։ Չէր կարող լինել այն, ինչ մտածում էր։ Խաչիկը շարունակեց, ձայնը հաստատուն, բայց քնքուշ. Ես չեմ առաջարկում վարչական հաստիքը։ Ես առաջարկում եմ ինչ-որ այլ բան։ Ինչ-որ բան, որն ուղղակիորեն կապված է նրա հետ, ինչ դու այսօր ապացուցեցիր։ Ինձ պետք է մեկը, որ հոգ տանի Սոֆիի մասին։ Որ ներկա լինի նրա կյանքում։ Որ լինի մշտական կերպար, մեկը, ում նա կարող է վստահել, մեկը, ով չի գնա, երբ ամեն ինչ դժվարանա։ Նա գրպանից հանեց այցեքարտ մեկնեց Մարիամին։ Աշխատավարձը ավելի բարձր է, քան վարչական հաստիքինը։ Շատ ավելի բարձր։ Ներառում է տրանսպորտի, սննդի փոխհատուցում, ամբողջական բժշկական ապահովագրություն։ Դուք աշխատեիր երկուշաբթիից ուրբաթ, երբեմն ներառյալ շաբաթ օրերը, երբ ես պետք է գործուղման մեկնեմ։ Տանը սենյակ կունենայիր, եթե նախընտրես ամեն օր ճանապարհ չանցնել։ Բայց ամենակարևորը, նա շեշտեց, այն է, որ ես ռոբոտ աշխատող չեմ ուզում։ Ես ուզում եմ մեկին, ում իմ դուստրը կարող է սիրել։ Եվ վստահել։ Եվ ապահով զգալ։ Քեզ նման մեկին։ Մարիամը նայեց ձեռքի այցեքարտին, հետո Խաչիկին, հետո Սոֆիին, որը նրան դիտում էր այդ մեծ դեռ լացից կարմրած աչքերով։ Հազարավոր մտքեր միաժամանակ անցան նրա գլխով։ Դա փրկություն էր։ Դա իր բոլոր ֆինանսական խնդիրների լուծումն էր։ Դա ավելին էր, քան նա երազում էր ստանալ այդ կորցրած հարցազրույցով։ Բայց նա սարսափելի էր։ Դա իրենից լիովին տարբեր աշխարհ մտնել էր։ Դա ամեն օր ապրել մի տղամարդու հետ, ում չէր ճանաչում։ Դա հոգ տանել մի երեխայի մասին, որը կորցրել էր մորը։ Դա հսկայական պատասխանատվություն էր։ Դա բարդ էր։
Եվ կար մի բան. կար հպարտությունը։ Այն ձայնը գլխում, որն ասում էր, որ չի ուզում, որ իրեն տեսնեն որպես մեկի, ում փրկել են խղճահարությունից, երախտագիտությունից, պարտքի զգացումից։ Նա սովորել էր, ավարտել էր, քրտնաջան աշխատել էր, սեփական արժանինքներով ինչ-որ բանի հասնելու համար։ Եվ հիմա նրան առաջարկվում էր մի բան, որը փաթաթված էր արտասովոր հանգամանքներով։ Ինչպես տարբերել, թե որն է օրինական հնարավորություն, որը պարզապես երախտապարտ հոր մեղքի զգացում։ Կարծես նորից կարդալով նրա մտքերը, Խաչիկն ավելացրեց. Ես հասկանում եմ, եթե մտածելու կարիք ունես։ Հասկանում եմ, եթե սա չափազանց տարօրինակ, չափազանց արագ է թվում։ Բայց թույլ տուր մի բան առաջարկեմ։ Արի վաղը մի օր անցկացրու իմ տանը։ Ծանոթացիր առօրյային, ճիշտ ճանաչիր Սոֆիին, տես թե արդյոք դա մի բան է, որը դու իսկապես կցանկանայիր անել։ Առանց պարտավորության։ Եթե օրվա վերջում որոշես, որ դա քոնը չէ, խնդիր չկա։ Բայց գոնե սեփական աչքերով կտեսնես, նախքան որոշելը։ Մարիամը երկար պահ լուռ մնաց։ Մտածեց տանը սպասող մոր մասին, որն անհամբեր լուրերի էր սպասում։ Մտածեց ուշացած հաշիվների մասին։ Մտածեց կաթող տանիքի մասին։ Մտածեց բոլոր այն անգամների մասին, երբ ինքնակենսագրական էր ուղարկել, նույնիսկ պատասխան չէր ստացել։ Մտածեց, թե որքան ժամանակ կպահանջվեր մեկ այլ հարցազրույց, մեկ այլ շանս, մեկ այլ հնարավորություն ստանալու համար։ Մտածեց, որ գուցե սա իսկապես նշան էր։ Որ գուցե տիեզերքը փորձում էր իրեն ինչ-որ բան ասել։ Որ գուցե այդ հարցազրույցը կորցնելը կորուստ չէր, այլ վերաուղղորդում։ Նա նայեց Սոֆիին, աղջնակը ժպտաց։ Փոքրիկ, դեռ մի քիչ տխուր, բայց անկեղծ ժպիտ։ Եվ Մարիամը զգաց, որ իր ներսում ինչ-որ բան փափկեց։ Լավ, ասաց նա, գրեթե շշուկով։ Ես վաղը կգամ։ Կծանոթանամ, հետո կորոշեմ։ Խաչիկի դեմքը լուսավորվեց թեթությունից։ Նա հասցեն գրեց այցեքարտի հակառակ կողմում, հաստատեց ժամը, վստահեցրեց, որ մեքենա կուղարկի իր հետից։ Մարիամն ուզում էր հրաժարվել, ասել, որ կարող է մետրոյով գնալ, բայց նա հաստատակամ էր։ Խնդրում եմ, այսօրվա բոլոր դեպքերից հետո, թույլ տվեք գոնե ապահովել, որ դուք անվտանգ հասնեք։ Երբ Մարիամը վերջապես դուրս եկավ այդ մետրոյի կայարանից, արդեն առավոտյան 11-ն անց էր։ Հարցազրույցը վաղուց ավարտված կլիներ։ Նրա կատարյալ պլանը լիովին փլուզվել էր։ Բայց գրպանում նա կրում էր մի այցեքարտ, որը գուցե ներկայացնում էր ինչ-որ ավելի մեծ բան, քան նա պլանավորել էր։ Նա չգիտեր, պետք է թեթացած լիներ, վախեցած, հուսալից թե կասկածամիտ։ Հավանաբար, այդ ամենը միաժամանակ։ Տուն վերադարձի ճանապարհը մշուշոտ էր։ Մարիամը նայում էր մետրոյի պատուհանից, իրականում ոչինչ չտեսնելով։ Փորձում էր պատկերացնել, թե ինչպես է այս ամենը բացատրելու մորը։ Փորձում էր մարսել, թե ինչ է տեղի ունեցել։ Փորձում էր հասկանալ, ճիշտ որոշում է կայացրել, թե թույլ է տալիս, որ հուսահատությունն իրեն տանի։ Բայց խորքում, շատ խորքում, մի տարօրինակ զգացողություն կար, որ ամեն ինչ տեղի է ունեցել հենց այնպես, ինչպես պետք է լիներ։ Երբ տուն հասավ, գտավ տիկին Սոնային խոհանոցում, ճաշի համար կարտոֆիլ մաքրելիս։ Մայրը հայացքը բարձրացրեց, հենց որ լսեց դռան բացվելը, Մարիամը տեսավ սպասումը դրոշմված այդ դեմքին։ Դե ինչպես անցավ։ Մարիամը թղթապանակը դրեց բազմոցին, ծանր նստեց խոհանոցի աթոռին։ Մամ, սկսեց նա, դու չես հավատա, թե ինչ պատահեց։ Եվ հետո պատմեց ամեն ինչ։ Յուրաքանչյուր մանրուք։ Մոլորված աղջնակը, կանգնելու որոշումը, կորցրած հարցազրույցը, հոր ով լինելու բացահայտումը, անսպասելի առաջարկը։ Խոսում էր անդադար, կարծես պետք է միանգամից ամեն ինչ դուրս թափեր, որպեսզի կարողանար ավելի լավ հասկանալ։ Տիկին Սոնան լուռ լսում էր, կարտոֆիլ մաքրելու դանակը օդում կանգնած, աչքերը լայն բացված։ Երբ Մարիամն ավարտեց, մայրը երկար պահ ոչինչ չասաց։ Հետո դանդաղ նա դանակը դրեց, ձեռքերը սրբեց գոգնոցով, աղջկա դեմքը բռնեց իր ափերի մեջ։ Աղջիկս, ասաց նա հուզված ձայնով, դու ճիշտ բան ես արել։ Դու միշտ ճիշտ բան ես անում։ Եվ եթե այս ամենը այսպես պատահեց, ուրեմն պետք է այդպես լիներ։ Աստված մի դուռ փակում է, մյուսը բացում։ Մարիամը զգաց, որ արցունքները վերջապես հոսում են։ Ամբողջ օրը զսպել էր, բայց հիմա, սեփական տան խոհանոցի անվտանգության մեջ, մոր հուզական գրկում, նա կարողացավ փլուզվել։
լաց էր լինում թեթությունից, վախից, հույսից, հյուծվածությունից։ Եվ տիկին Սոնան օրորում էր նրան, կարծես նա դեռ երեխա լիներ, մեղմ ասելով, որ ամեն ինչ լավ կլինի, որ նա կտեսնի։ Այդ գիշեր Մարիամը հազիվ կարողացավ քնել։ Պտտվում էր նեղ մահճակալում, մտածելով հաջորդ օրվա մասին։ Փորձում էր պատկերացնել, թե ինչպիսին կլինի միլիոնատիրոջ տունը։ Փորձում էր պատկերացնել, թե ինչպիսին կլինի օրն անցկացնել Սոֆիի հետ։ Փորձում էր պատկերացնել, թե արդյոք իսկապես կկարողանա դա անել։ Հոգ տանել մի երեխայի մասին, որը կորցրել է մորը։ Մտնել մի ընտանիքի կյանք, որը իրենը չէ։ Ընդունել մի հնարավորություն, որը ծնվել էր կանխված ողբերգությունից։ Երբ արը սկսեց լուսավորել վարագույրի ճեղքերից, Մարիամն արդեն արթուն էր։ Վերջին ժամն անցկացրել էր, ընտրելով, թե ինչ հագնի։ Չէր կարող հարցազրույցի զգեստը հագնել, այն արդեն ճմրթված էր վատ հիշողություններ էր բերում։ Վերջում ընտրեց հասարակ, բայց կոկիկ ջինսե տաբատ հասարակ սպիտակ բլուզ։ Ուզում էր պրոֆեսիոնալ, բայց ոչ հավակնոտ տեսք ունենալ։ Ուզում էր վստահելի, բայց ոչ ենթակա տեսք ունենալ։ Խաչիկի ուղարկած մեքենան ժամանեց ճիշտ առավոտյան 8-ին։ Այն համեստ էր, ուշադրություն չէր գրավում, բայց անկասկած հարմարավետ էր։ Մարիամը երբեք իսկական կաշվե նստատեղերով մեքենայում չէր նստել։ Վարորդը քաղաքավարի էր, բացեց նրա համար դուռը, հարցրեց, արդյոք հարմարավետ է։ Եվ մինչ նրանք անցնում էին քաղաքով դեպի մի թաղամաս, որը Մարիամը միայն անունով գիտեր, նա նայում էր պատուհանից, տեսնելով, թե ինչպես է երանը լիովին փոխվում։ Փողոցներն ավելի ծառաշատ էին դառնում։ Տներն ավելի մեծ։ Պարիսպներն ավելի բարձր։ Կարծես մեկ այլ մոլորակ անցնեիր, մի վայր, որը գոյություն ուներ նույն քաղաքում, բայց լիովին տարբեր չափումներում։ Երբ մեքենան կանգ առավ երկաթե բարձր դարպասի դիմաց, Մարիամը ստիպված եղավ զսպել շնչառությունը։ Դա իրական էր։ Նա իսկապես այստեղ էր։ Տունը գեղեցիկ էր այնպես, ինչպես նա միայն ամսագրերում էր տեսել։ Ժամանակակից, մեծ ապակե պատուհաններով, անթերի այգիով, ամեն ինչ դասավորված նուրբ, բայց ոչ ցուցադրական ճաշակով։ Խաչիկը սպասում էր նրան մուտքի մոտ, ավելի հասարակ հագնված, քան նախորդ օրը, բայց դեռ արձակում էր այն ներկայությունը, որը բնորոշ է ղեկավարելուն սովոր մարդուն։ Նա ժպտաց, տեսնելով նրան, մի ժպիտ, որն անկեղծորեն ուրախ էր թվում նրա ներկայության համար։ Բարի գալուստ, Մարիամ։ Ներս արի, խնդրեմ։ Սոֆին անհամբեր սպասում է քեզ նորից տեսնելու։ Նրանք ներս մտան, Մարիամը ամենատարօրինակ զգացողությունն ունեցավ։ Դրսից այդ տունը կատարյալ էր։ Բայց ներսից ինչ-որ բան պակասում էր։ Պատերին նկարներ չկային։ Հարմարավետ անկարգություն չկար։ Այն տան բույրը չկար, որը տունը պետք է ունենա։ Այն գեղեցիկ էր, անթերի էր, բայց սառն էր։ Կարծես ցավը սառեցրել էր ամեն ինչ այնտեղ։ Խաչիկը նկատեց նրա հայացքը, որը թափառում էր սենյակներով։ Ես գիտեմ, թե ինչ ես մտածում, ասաց նա մեղմ։ Թանգարանի է նման, այնպես չէ։ Նա դադար տվեց, երբ շարունակեց, ձայնը ծանր էր։ Այն օրվանից, երբ կինս գնաց, ես այլս չկարողացա թույլ տալ, որ այս տունը լինի այն, ինչ կար։ Կարծես ամեն ինչ սառեցրել եմ ժամանակի մեջ։ Վախենալով որևէ բան փոխել էլ ավելի կորցնել նրա հիշողությունները։ Բայց ես գիտեմ, որ սա առողջարար չէ։ Ոչ ինձ համար, ոչ էլ Սոֆիի։ Նրան պետք է տուն, որն ապրում է, ոչ թե դամբարան։ Նախքան Մարիամը կկարողանար պատասխանել, լսեցին աստիճաններով վազող քայլեր։ Սոֆին հայտնվեց դեռ գիշերազգեստով, քնից խառնված մազերով, դեմքը լիովին լուսավորվեց, տեսնելով Մարիամին։ Դու եկար։ Դու իսկապես եկար։ Աղջնակը վազեց գրկեց նրա ոտքերը, Մարիամը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Այդ երեխան հազիվ էր նրան ճանաչում, բայց արդեն կառչում էր նրանից, կարծես գտել էր մի բան, որը վաղուց փնտրում էր։ Բար, Սոֆի, ասաց Մարիամը, կռանալով նրա մակարդակին։ Եկել եմ օրը քեզ հետ անցկացնելու։ Հայրիկդ ասաց, որ դու ինձ ցույց ես տալու քո խաղալիքները, մենք շատ ենք խաղալու։ Լավ։ Սոֆիի աչքերը փայլեցին։ Լավ։ Արի ինձ հետ։ Եվ առանց պատասխանի սպասելու, բռնեց Մարիամի ձեռքից սկսեց քաշել նրան դեպի վեր։ Խաչիկը մնաց հետում, դիտելով, թե ինչպես են երկուսը բարձրանում, Մարիամը մի վայրկյան շրջվեց ու տեսավ նրա դեմքին հույսի վախի խառնուրդ։
Կարծես նա տեսնում էր մի բան, որին շատ էր ուզում հավատալ, որ կարող է ստացվել, բայց վախենում էր նորից հիասթափվել։ Սոֆիի սենյակը միակ վայրն էր այդ տանը, որը հոգի ուներ։ Լիքն էր գույներով, խաղալիքներով, պատին փակցված նկարներով, փափուկ խաղալիքներով։ Միակ միջավայրն էր, որը կյանք էր շնչում։ Աղջնակը ոգորությամբ ցույց տվեց ամեն ինչ՝ տիկնիկների տունը, հեքիաթների գրքերը, միայղջյուրների հավաքածուն, զգեստների սնդուկը։ Եվ Մարիամը, որը եկել էր այնտեղ չիմանալով, թե ինչ սպասել, սկսեց զգալ, որ իր ներսում ինչ-որ բան փոխվում է։ Դա խղճահարություն չէր։ Պարտականություն չէր։ Անկեղծ կապ էր։ Սոֆին քաղցր, խելացի, զվարճալի երեխա էր։ Բայց նա վիրավոր երեխա էր, որը շատ վաղ էր սովորել, որ մարդիկ կարող են անհետանալ։ Ամեն անգամ, երբ Մարիամը մի քանի քայլ հեռանում էր, Սոֆին արագ նայում էր, համոզվելու, որ նա դեռ այնտեղ է։ Ամեն անգամ, երբ ասում էր, որ գնում է լոգարան, աղջնակը հարցնում էր. «Բայց դու կվերադառնաս, չէ»։ Եվ Մարիամը սկսեց հասկանալ, թե ինչ էր ասել Խաչիկը, մեկի կարիք ունենալու մասին, ով իսկապես հոգ կտանի։ Սոֆիին պետք չէր մեկ արդյունավետ մասնագետ։ Նրան պետք էր մեկը, ով կմնա։ Մեկը, ով նրան ապահով կզգացնի։ Մեկը, ով չի գնա։ Ժամերն արագ անցան։ Խաղացին, նկարեցին, հեքիաթներ կարդացին, միասին խոհանոցում թեթ սնվեցին։ Տան տնտեսուհին, տիկին Իրինա անունով մի կին, հեռվից դիտում էր ամեն ինչ գնահատող հայացքով։ Մարիամը զգում էր, որ իրեն փորձում են տարօրինակ կերպով, չվիրավորվեց։ Հիանալի հասկանում էր։ Այդ մարդիկ վիրավորվել էին։ Կորցրել էին կարևոր մեկին։ Իրավունք ունեին զգույշ լինելու։ Ճաշի ժամին Խաչիկը միացավ նրանց։ Եվ առաջին անգամ Մարիամը տեսավ, որ այդ հսկայական սեղանն իսկապես օգտագործվում է։ Սոֆին ոգորված շատախոսում էր, պատմելով այն ամենը, ինչ արել էր Մարիամի հետ։ Խաչիկը ուշադիր լսում էր, հարցեր տալիս, ծիծաղում պատմություններից, Մարիամը նկատեց մի բան, որը զարմացրեց իրեն։ Նա ներկա հայր էր, կամ գոնե շատ էր փորձում լինել։ Կատարյալ չէր, ակնհայտ էր, որ պայքարում էր ամեն ինչ հավասարակշռելու համար, բայց սերն այնտեղ էր, շոշափելի յուրաքանչյուր հայացքում, որը նա ուղղում էր դստերը։ Ճաշից հետո, մինչ Սոֆին հյուրասենյակում մուլտֆիլմ էր դիտում, Խաչիկը Մարիամին կանչեց աշխատասենյակ զրուցելու։ Դա տղամարդկային միջավայր էր, գրքերի դարակներով, ազդեցիկ աշխատասեղանով, կաշվե աթոռներով։ Նա ջուր, սուրճ առաջարկեց, նստեց նրա դիմաց ավելի ոչ պաշտոնական դիրքով, քան Մարիամը կսպասեր գործարարից։ Դե ինչպես, հարցրեց նա։ Ինչ կարծիքի ես։ Կարող ես քեզ պատկերացնել սա անելիս։ Մարիամը խորը շունչ քաշեց։ Ճշմարտությունն այն էր, որ այո, կարողանում էր։ Դրանից ավելին, արդեն սկսել էր հոգ տանել։ Մի քանի ժամվա ընթացքում Սոֆին մտել էր նրա սիրտը մի ձով, որը նա չէր սպասում։ Բայց վախ էլ կար։ Վախ, բավականաչափ լավը չլինելու։ Վախ, կապվելու հետո ինչ-որ բան սխալ գնալու։ Վախ, այդ աշխարհ մտնելու ընդմիշտ օտար զգալու։ Նա որոշեց ազնիվ լինել։ Ես կարող եմ ինձ պատկերացնել Սոֆիի մասին հոգ տանելիս, ասաց նա։ Ձեր դուստրը հիանալի է։ Ցանկացած մարդ կկապվի նրա հետ։ Բայց ես պետք է, որ դուք մի բան հասկանաք։ Ես չեմ ուզում լինել պարզապես մեկ աշխատող, որն անցնում է նրա կյանքով։ Եթե ես սա ընդունեմ, ես իսկապես կնվիրվեմ։ Ես իսկապես հոգ կտանեմ։ Եվ եթե ապագայում սա ինչ-որ պատճառով ավարտվի, դա ցավոտ կլինի։ Ինձ համար, նրա համար։ Խաչիկը դանդաղ գլխով արեց։ Ես հասկանում եմ։ Եվ հենց դրա համար եմ ուզում քեզ։ Որովհետև դու արդեն մտածում ես դրա մասին։ Որովհետև դու սա չես տեսնում որպես պարզապես աշխատանք։ Որովհետև դու իրական կարեկցանք ունես։ Նա դադար տվեց։ Տես, Մարիամ, ես չեմ ստի ասելով, որ հեշտ է լինելու։ Սոֆին հուզական սպիներ ունի։ Նա շատ վաղ է կորցրել մորը։ Օրեր կան, երբ նա հետընթաց է ապրում։ Գիշերներ կան, երբ լացով է արթնանում։ Պահեր կան, երբ սահմաններ է փորձում հենց տեսնելու համար, թե մարդը կմնա թե կգնա։ Բայց նրան պետք է մեկը, ով կմնա։ Ով չի հանձնվի։ Ով կապացուցի, որ հնարավոր է նորից վստահել։ Նրա խոսքերն արձագանքեցին Մարիամի ներսում։
Որովհետև նա ճշգրիտ գիտեր, թե դա ինչ է։ Ինքն էլ առանց հոր էր մեծացել, վաղ էր սովորել, որ ոչ բոլորն են մնում, մշակել էր իր սեփական ձեռը, ստուգելու, թե արդյոք մարդիկ վստահելի են։ Եվ գուցե հենց դրա համար էր, որ կարողանում էր Սոֆիին հասկանալ յուրահատուկ ձով։ Նա նայեց Խաչիկի աչքերին, ասաց մի վճռականությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն. «Ես համաձայն եմ։ Բայց մի պայմանով։ Ես չեմ լինի պարզապես մի աշխատող, որը լուռ հնազանդվում է հրամաններին։ Ես ձայն կունենամ Սոֆիի վերաբերյալ որոշումներում։ Կկարողանամ ձեզ հետ չհամաձայնվել, եթե կարծեմ, որ ինչ-որ բան լավ չէ նրա համար։ Կկարողանամ սահմաններ առօրյա հաստատել, որոնք կարևոր կհամարեմ։ Ես պետք է լինեմ գործընկեր նրա դաստիարակության մեջ, ոչ թե պարզապես հնազանդ ստվեր։ Որովհետև եթե այդպես չլինի, ես չեմ կարողանա հնարավորինս լավ աշխատանք կատարել»։ Մի պահ Խաչիկը պարզապես նայում էր նրան։ Եվ հետո, դանդաղ, մի ժպիտ հայտնվեց նրա դեմքին։ Հարգանքի, հիացմունքի, ինչ-որ ավելի բանի ժպիտ, որը Մարիամը չկարողացավ բացահայտել։ «Պայմանավորվեցինք», ասաց նա, մեկնելով ձեռքը։ «Ուրեմն, գործընկերներ»։ Եվ երբ նա սեղմեց այդ ձեռքը, Մարիամը զգաց, որ հենց նոր լիովին փոխել է սեփական կյանքի ուղղությունը։ Առաջին օրերը հարմարվողականության զգույշ պար էին։ Մարիամն արթնանում էր դեռ լուսադեմին, նստում առաջին մետրոն, առավոտյան 7-ին Խաչիկի տուն հասնելու համար։ Օգնում էր Սոֆիին արթնանալ, միասին ընտրում էին օրվա հագուստը, նախաճաշում էին, զրուցելով գիշերվա երազների կամ օրվա պլանների մասին։ Մարիամը նրան տանում էր դպրոց, վերցնում երեկոյան, օգնում տնային աշխատանքների հետ, խաղեր հորինում, հասարակ ընթրիքներ պատրաստում, որոնք Սոֆին հաճույքով ուտում էր, քանի որ դրանք սիրով էին պատրաստված, ոչ թե պարզապես արդյունավետությամբ մատուցված։ Եվ ամեն օր Մարիամը տեսնում էր, թե ինչպես է տեղի ունենում փոխակերպումը։ Սոֆին սկսեց ավելի շատ ժպտալ, հանգստանալ, դադարեցնել այն անհանգիստ հարցերը տալ, թե երբ է Մարիամը գնալու։ Աղջնակն արթնանում էր երգելով, դպրոցից վերադառնում էր ոգորված պատմություններ պատմելով, հանգիստ քնում էր, առանց 10 անգամ ստուգելու, թե արդյոք Մարիամը դեռ տանն է։ Վստահության արմատներ էր ձգում, դա գեղեցիկ էր տեսնել։ Տիկին Սոնան նկատեց փոփոխությունները նա դստեր մոտ։ Մարիամն այժմ ավելի ուշ էր տուն գալիս, սովորաբար երեկոյան 9-ի կողմերը, բայց գալիս էր աչքերում մի փայլով, որը նախկինում չկար։ Պատմում էր Սոֆիի մասին, նրա ասած զվարճալի բաների, նրա գրանցած առաջընթացի մասին։ Եվ մայրը լսում էր ամեն ինչ գոհունակ ժպիտով, ուրախ տեսնելով, որ դուստրը ոչ միայն աշխատանք է գտել, այլ նպատակ։ Փողը սկսեց փոխել բաները նա գործնականում։ Մարիամը կարողացավ վճարել բոլոր ուշացած հաշիվները։ Մարդ վարձեց, վերջապես տանիքը նորոգելու համար։ Նոր հագուստ գնեց իր մոր համար։ Տիկին Սոնային տարավ ատամնաբույժի լուծեց այն խնդիրը, որն այդքան ժամանակ նրան անհանգստացնում էր։ Դրանք փոքր հաղթանակներ էին, որոնք նշանակում էին վերականգնված արժանապատվություն, մշտական սթրեսից ազատում, հաջորդ ամսվանից չվախենալով շունչ քաշելու հնարավորություն։ Բայց կար մի բան էլ, որ տեղի էր ունենում, մի բան, որը Մարիամը չէր կանխատեսել, որն իրեն ավելի շատ էր վախեցնում, քան ուզում էր խոստովանել։ Ամեն օր, որ անցնում էր, այդ տունը դադարում էր պարզապես աշխատավայր թվալուց։ Սկսեց տուն թվալ։ Եվ ավելի վատ, նա սկսեց զգալ բաներ, որոնք հաստատ չպետք է զգար այն տղամարդու հանդեպ, որն իրեն աշխատանքի էր վերցրել։ Խաչիկն էլ էր սկսել փոխվել։ Սկզբում նա ուշ էր գալիս, երբ Սոֆին արդեն քնած էր լինում։ Բայց կամաց-կամաց սկսեց ավելի շուտ գալ։ Սկսեց նրանց հետ ընթրել։ Հարցնել օրվա մասին։ Նստել հյուրասենյակի հատակին, դստեր հետ խաղալու։ Հեքիաթներ կարդալ քնելուց առաջ։ Փորձում էր ավելի ներկա լինել, Մարիամը տեսնում էր դրա մեջ անկեղծ ջանք։ Տեսնում էր նա ներքին պայքարը, մեղքի զգացումի բեռը, որ այդքան հեռացել էր կնոջ կորստից հետո, դստեր հետ վերամիավորվելու փորձը։ Եվ այն զրույցներում, որոնք ունենում էին Սոֆիի քնելուց հետո, մինչ խոհանոցում թեյ էին խմում կամ հյուրասենյակում հաջորդ օրն էին կազմակերպում, Մարիամը բացահայտում էր այդ տղամարդու շերտերը, որոնք ոչ ոք չէր տեսնում։ Նա խոսում էր իր կառուցած ընկերության, ամեն ինչը գործող պահելու ճնշման, աշխատանքը որպես ցավի դեղ օգտագործելու մասին։ Խոսում էր կնոջ, Լիլիթի մասին, խորը տխրությամբ, բայց նա երախտագիտությամբ, որ ունեցել են այն ժամանակը, որն ունեցել են։ Պատմում էր, որ փորձել են երկրորդ երեխան ունենալ, որ Լիլիթը հղիացել էր, բայց կորցրել։
Էր երեխային, որ այդ կորստի բարդություններն ի վերջո խլել էին նրա կյանքը։ Մարիամը լսում էր այդ ամենը, սիրտը ցավում էր նրա համար։ Տեսնում էր մի տղամարդու, որն ամեն ինչ ունեցել էր կեսը կորցրել, որը փող ուներ, բայց խաղաղություն չուներ, որը հաջողություն ուներ, բայց ուրախություն չուներ։ Եվ կամաց-կամաց նա սկսեց կիսվել նա իր սեփական պատմություններով։ Խոսեց առանց հոր մեծանալու իր դիմագրաված դժվարությունների, այն մասին, թե քանի անգամ է մտածել հանձնվելու մասին, բայց չէր կարող, որովհետև մայրն իրենից էր կախված։ Խոսեց այն նախապաշարմունքների մասին, որոնց բախվել էր ծայրամասից լինելու պատճառով, այն դռների մասին, որոնք փակվել էին, նախքան նա կկարողանար ապացուցել իր արժեքը։ Եվ այդ զրույցներում ինչ-որ բան փոխվեց նրանց մեջ։ Նրանք դադարեցին լինել պարզապես գործատու աշխատող։ Դարձան երկու մարդ, որոնք տառապել էին տարբեր, բայց խորը ձեռով, որոնք հասկանում էին ցավը, որոնք ճանաչում էին միայնությունը, որոնք իրար մեջ գտնում էին մի բան, որը պակասում էր, անկեղծ հասկացողություն։ Մարիամը սկսեց նկատել մանրուքները։ Այն ձև, որով Խաչիկը նայում էր իրեն, երբ կարծում էր, թե նա չի տեսնում։ Ինչպես էր ժպտում, երբ լսում էր նրան Սոֆիի հետ երգելիս։ Ինչպես էր նրա կարծիքը հարցնում բաների մասին, որոնք դուրս էին աղջնակի առօրյայից։ Ինչպես էր ամեն առավոտ նրա սուրճի բաժակը պատրաստ թողնում, արդեն ճշգրիտ իմանալով, թե նա ինչպես է սիրում։ Դրանք փոքր ժեստեր էին, բայց լի ուշադրությամբ, հոգատարությամբ, ինչ-որ բանով, որը լուռ աճում էր նրանց մեջ։ Եվ նա բռնեց իրեն նույնն անելիս։ Նկատում էր, երբ նա ավելի հոգնած էր գալիս պատրաստում էր այն թեյը, որը նա սիրում էր, առանց նրա խնդրելու։ Դիտում էր նրա կարդացած գրքերը մեկը նշում էր մի էջում, որը կարծում էր, թե նրան դուր կգա։ Ծաղիկներ էր դասավորում նրա աշխատասենյակի սեղանին, կյանք բերելով այն տարածքին, որը միայն ֆունկցիոնալ էր եղել։ Դրանք խնամքի, հոգատարության անգիտակցական ձեր էին։ Սոֆին նկատեց մեծահասակներից առաջ։ Երեխաները միշտ նկատում են։ Մի շաբաթ օր, մինչ երեքով խոհանոցում թխվածքաբլիթներ էին պատրաստում, աղջնակը նայեց հորն ու Մարիամին երեխաներին բնորոշ դաժան բնականությամբ ասաց. «Դուք երկուստ ուրախ եք լինում, երբ միասին եք։ Ինչու իրար հետ չեք»։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Մարիամը զգաց, որ դեմքը վառվում է։ Խաչիկը հազաց, ակնհայտորեն չիմանալով ինչ ասել։ Փորձեցին շեղել թեման, կատակել, զրույցը փոխել։ Բայց սերմը ցանվել էր։ Եվ երկուսն էլ գիտեին, որ այլս չեն կարող ծածնել, թե չեն զգում այն, ինչ զգում են։ Շաբաթներն անցնում էին, լարվածությունն աճում էր։ Դա անհարմար չէր, էլեկտրական էր։ Այն հայացքների մեջ էր, որոնք կես վայրկյան ավել էին տում։ Պատահական հպումների մեջ, որոնք կարծես այրում էին։ Այն պահերի մեջ, երբ շատ մոտ էին լինում, ոչ ոք չէր հեռանում։ Այն զրույցների մեջ, որոնք գնալով ավելի ուշ էին ձգվում գիշերը։ Այն փաստի մեջ, որ Մարիամը սկսել էր ավելի հաճախ մնալ տանը, օգտագործելով հյուրասենյակը, որովհետև միշտ ինչ-որ արդարացում կար, Սոֆին գրիպ էր խնամքի կարիք ուներ, չափազանց ուշ էր մետրոյով վերադառնալու համար, ուժեղ անձր էր ճանապարհը վտանգավոր էր։ Տիկին Իրինան, տնտեսուհին, դիտում էր ամեն ինչ փորձառու աչքերով։ Մի օր, երբ խոհանոցում Մարիամի հետ մենակ էին, մինչ ճաշ էին պատրաստում, նա մի բան ասաց, որը ստիպեց Մարիամին կանգ առնել։ Քեզնից առաջ այստեղ 5 մասնագետ է անցել։ Բոլորը գրագետ։ Բոլորը քաղաքավարի։ Բոլորը կատարյալ համապատասխան թղթի վրա։ Ոչ մեկը 3 ամսից ավել չմնաց։ Գիտես ինչու։ Մարիամը գլուխը թափահարեց, չիմանալով, թե ուր է տանում այս խոսակցությունը։ Որովհետև Սոֆին բոլորին փորձում էր։ Տեսնում էր, կմնան, թե կգնան առաջին դժվարության դեպքում։ Եվ բոլորը գնացին։ Ոմանք, որովհետև չդիմացան քմահաճույքներին։ Մյուսները, որովհետև կարծեցին, որ աշխատանքը չափազանց դժվար է աշխատավարձի համար։ Մյուսները, որովհետև այստեղ տեսնում էին պարզապես աստիճան դեպի ավելի լավ բան։ Տիկին Իրինան նշանակալից դադար տվեց։ Բայց դու այլ ես։ Դու իսկապես հոգ ես տանում։ Եվ պարոն Խաչիկը դա տեսնում է։ Նա քեզ տեսնում է։ Խոսքերն ամբողջ օրն արձագանքում էին Մարիամի գլխում։ Եվ երեկոյան, երբ Խաչիկն աշխատանքից շուտ եկավ գտավ նրան ու Սոֆիին հյուրասենյակում ֆիլմ դիտելիս, ամեն ինչ փոխվեց։ Նա միացավ նրանց բազմոցին։
Սոֆին երկուսի մեջ էր, բայց այնպես տեղավորվեց, որ գլուխը դրեց Մարիամի ծնկներին, իսկ ոտքերը հոր։ Եվ երկու մեծահասակները մնացին այնտեղ, յուրաքանչյուրը շոյելով աղջնակի մի մասը, նայելով էկրանին, բայց խորապես գիտակցելով միմյանց ներկայությունը։ Երբ Սոֆին քնեց ֆիլմի կեսին, Խաչիկը նրան տարավ սենյակ։ Մարիամը միասին գնաց, օգնեց հանել հագուստը հագցնել գիշերազգեստը, առանց նրան լիովին արթնացնելու։ Միասին ծածկեցին աղջնակին, ուղղեցին բարձը, համբուրեցին ճակատը։ Եվ երբ դուրս եկան սենյակից դանդաղ փակեցին դուռը, կանգնած մնացին միջանցքում, շատ մոտ, նայելով միմյանց քնած տան լռության մեջ։ Մարիամ, սկսեց Խաչիկը խռպոտ ձայնով։ Ես պետք է քեզ մի բան ասեմ։ Փորձել եմ խուսափել։ Փորձել եմ անտեսել։ Փորձել եմ ինձ համոզել, որ դա սխալ է։ Որ դու ինձ մոտ ես աշխատում։ Որ մեր իրավիճակը բարդ է։ Որ մարդիկ կդատեն։ Որ մեր աշխարհների միջ տարբերություններ կան, որոնք չեն կարող անտեսվել։ Բայց այլս չեմ կարող ծածնել։ Մարիամի սիրտն այնքան ուժեղ էր բաբախում, որ վստահ էր, թե նա կարող է լսել։ Նա գիտեր, թե ինչ է գալու։ Ինքն էլ զգացել էր դրա աճը նույնքան, որքան նա։ Նույն կերպ պայքարել էր դրա դեմ։ Ուներ բոլոր նույն վախերը։ Բայց ուներ նա նույն անխուսափելի վստահությունը, որ նրանց միջ խորը բան է տեղի ունենում։ Ես սիրահարվել եմ քեզ, ասաց Խաչիկը, բառերը դուրս եկան մի խոցելիությամբ լի, որը լիովին փոխեց այդ հզոր տղամարդուն, դարձնելով պարզապես մի մարդու, որը վախենում է վիրավորվել։ Սիրահարվել եմ այն ձին, որով դու հոգ ես տանում իմ դստեր մասին։ Այն ձին, որով դու կյանք վերադարձրիր այս տուն։ Քո ուժին, քո վճռականությանը, քո բարությանը։ Սիրահարվել եմ քեզ ամբողջությամբ, Մարիամ։ Եվ գիտեմ, որ դա խելագարություն է։ Գիտեմ, որ կարող է ամեն ինչ բարդացնել։ Գիտեմ, որ դու կարող ես նույնը չզգալ։ Բայց ես պետք է ասեի։ Այլս չէի կարողանում սա պահել։ Արցունքները սկսեցին հոսել Մարիամի դեմքով, նախքան նա կկարողանար զսպել դրանք։ Եվ երբ խոսեց, ձայնը հուզված էր։ Ես էլ, շշնջաց նա։ Ես էլ եմ սիրահարվել։ Փորձել եմ թույլ չտալ, որ դա տեղի ունենա։ Փորձել եմ հեռավորություն պահել։ Փորձել եմ հիշել, որ դու իմ գործատուն ես, որ ես հոգ եմ տանում քո դստեր մասին, որ մարդիկ կասեն, թե ես օգտվել եմ իրավիճակից։ Բայց չեմ կարող վերահսկել այն, ինչ զգում եմ։ Դու ինձ ստիպեցիր հավատալ, որ ես կարող եմ ավելին լինել, քան միշտ կարծել եմ։ Ինձ ստիպեցիր տեսանելի զգալ։ Գնահատված։ Եվ ինչ-որ պահի այս ամենի մեջ, դու դարձար այն մարդը, ում ամենաշատն եմ ուզում տեսնել, երբ արթնանում եմ։ Այն ձայնը, որն ամենաշատն եմ ուզում լսել։ Այն ներկայությունը, որն այս տունը տուն է դարձնում։ Խաչիկը մի քայլ առաջ արեց, բռնեց նրա ձեռքը։ Հպունն էլեկտրական էր։ Հասարակ, բայց լի այն ամենով, ինչ նրանք պահել էին այդ ամիսների ընթացքում։ Եվ հետո դանդաղ, նրա ձեռքը մոտեցրեց շուրթերին, թեթակի համբուրեց, մի այնքան քնքուշ ժեստ, որը Մարիամի ներսում ինչ-որ բան կոտրեց։ Նա հեկեկաց, նա իրեն գրկեց։ Նրանք մնացին այնտեղ միջանցքում, գրկախառնված, մեղմ լաց լինելով, որպեսզի Սոֆիին չարթնացնեն, բայց թույլ տալով, որ այդ բոլոր հույզերը վերջապես դուրս հորդեն։ Եթե դուք լինեիք Մարիամի տեղում, կհամաձայնեիք սիրահարվել գործատուին, չնայած բոլոր բարդություններին, թե կպահեիք զգացմունքները։ Գրեք մեզ մեկնաբանություններում։ Հաջորդ օրերը տարբեր էին։ Չփոխեցին առօրյան, չփոխեցին պարտականությունները, բայց փոխեցին այն ամենը, ինչ բաբախում էր տակից։ Հիմա, երբ Խաչիկը տուն էր գալիս, համբուրում էր Սոֆիին, հետո մոտենում Մարիամին, համբուրում նրա ճակատը, այտը, երբեմն շուրթերը, երբ աղջնակը չէր նայում։ Հիմա, երբ միասին ընթրում էին, նա բռնում էր նրա ձեռքը սեղանի տակից։ Հիմա, երբ արթուն էին մնում զրուցելիս, նա գրկում էր նրան բազմոցին, նա գլուխը դնում էր նրա ուսին, կարծես դա աշխարհի ամենաբնական վայրը լիներ։ Սոֆին էլ ավելի ծաղկեց։ Որովհետև երեխան զգում է, երբ օդում սեր կա։ Զգում է, երբ շրջապատող մեծահասակները երջանիկ են։ Նա սկսեց Մարիամին Մարի անվանել, մի քնքուշ մականուն, որը բնականաբար ծնվեց, որը ստիպում էր Մարիամի սրտին հալվել ամեն անգամ։ Սկսեց պլաններ կազմել, որոնք ներառում էին երեքին։ Կիրակի այգի գնանք։ Միասին տորտ պատրաստենք։ Այն ֆիլմը դիտենք բոլորս գրկախառնված բազմոցին։ Բայց ամեն ինչ ծաղիկներ չէր։
Մարիամը սկսեց զգալ դրա նշանակության բեռը։ Սկսեց նկատել տիկին Իրինայի հայացքները, որոնք թե լուր հավանություն էին տալիս, բայց նա անհանգստություն էին կրում։ Սկսեց իրեն հարցնել, թե ինչ կմտածեն մարդիկ։ Դայակը, որը գրավեց միլիոնատեր գործատուին։ Աղքատ կինը, որը հաջող ամուսնություն կնքեց։ Օպորտունիստը, որն օգտվեց իրավիճակից։ Կարևոր չէր, որ դա այդպես չէր։ Կարևոր չէր, որ զգացմունքն անկեղծ էր երկու կողմից էլ։ Մարդիկ կդատեին։ Եվ դատաստանը ցավեցնում էր։ Մի երեկո, երբ Խաչիկը նկատեց, որ նա սովորականից ավելի լուռ է, հարցրեց, թե ինչ է պատահել։ Մարիամը տատանվեց, բայց որոշեց ազնիվ լինել։ Վախենում եմ, խոստովանեց նա։ Վախենում եմ, թե ինչ կասեն մարդիկ։ Վախենում եմ, որ կմտածեն, թե ես օգտվել եմ իրավիճակից։ Վախենում եմ, որ խորքում դու էլ կարող ես մի օր այդպես մտածել։ Որ կարթնանաս կհասկանաս, որ խելագարություն ես արել։ Որ երախտագիտությունը սիրո հետ ես խառնել։ Որ ես քո աշխարհից չեմ, որ դա վաղ թե ուշ պարզ կդառնա։ Խաչիկը նրա դեմքը բռնեց ձեռքերի մեջ, ստիպեց նայել իր աչքերին։ Լավ լսիր, թե ինչ եմ քեզ ասելու, Մարիամ։ Ես 40 տարեկան եմ։ Բավականաչափ կյանք եմ անցել, որպեսզի իմանամ երախտագիտության սիրո տարբերությունը։ Հարմարավետության իրական կապի տարբերությունը։ Դու աշխատող չես, որին ես որոշել եմ ընկերուհի դարձնել։ Դու այն կինն ես, որը կյանք վերադարձրեց ինձ իմ դստերը։ Որն ինձ հիշեցրեց, թե ինչ է զգալը։ Որն ինձ ստիպեց ավելի լավը լինելու ցանկություն ունենալ։ Եվ եթե մարդիկ ուզում են դատել, թող դատեն։ Նրանց կարծիքը չի փոխում այն, ինչ ես զգում եմ։ Չի փոխում այն, ինչ մենք ենք։ Իսկ եթե չստացվի, շնջաց Մարիամը։ Իսկ եթե միասին լինենք ու հետո բաժանվենք։ Ես կկորցնեմ քեզ իմ աշխատանքը։ Կկորցնեմ Սոֆիին։ Նորից ամեն ինչ կկորցնեմ։ Չգիտեմ, թե կարող եմ այդքան ռիսկի դիմել։ Նա խորը շունչ քաշեց, երբ խոսեց, ձայնը լուրջ էր վստահությամբ լի։ Նայիր ինձ։ Ես քեզ ասում եմ, որ դա ռիսկ չէ։ Ես քեզ ասում եմ, որ սա իրական է։ Այնքան իրական, որ ես ուզում եմ, որ դու վերջնականապես տեղափոխվես այստեղ։ Որ քո սենյակն այլս հյուրասենյակը չլինի, այլ իմ սենյակը։ Որ մենք միասին կյանք կառուցենք։ Դու, ես, Սոֆին։ Իրական ընտանիք։ Մարիամը զգաց, որ աշխարհը պտտվում է։ Չափազանց արագ էր։ Չափազանց ինտենսիվ։ Բայց նա այն ամենն էր, ինչ նա ուզում էր։ Այն ամենը, ինչ նույնիսկ չգիտեր, որ կարող է ցանկանալ։ Եվ երբ նայեց նրա աչքերին, տեսավ այնտեղի անկեղծությունը, խոցելիությունը, վախը, հույսի հետ խառնված, նա իմացավ, որ դա պարզապես սիրահարվածություն չէր։ Պարզապես երախտագիտություն չէր։ Սեր էր։ Իրական, խորը, փոխակերպող։ Այն սերը, որն ամեն ինչ փոխում է։ Այո, ասաց նա, հազիվ հավատալով, որ ասում է դա։ Այո, ես ուզում եմ։ Ուզում եմ սա կառուցել քեզ հետ։ Ուզում եմ ընտանիք լինել։ Ուզում եմ Սոֆիին։ Ուզում եմ քեզ։ Ուզում եմ այս ամենը նույնիսկ վախով, նույնիսկ բարդություններով, նույնիսկ չիմանալով, թե ճիշտ ինչպես է լինելու։ Եվ հետո նա համբուրեց նրան։ Ոչ այնպես, ինչպես համբուրել էր նախկինում, ամաչկոտ ու զգույշ։ Այլ որպես մեկը, ով վերջապես թույլ էր տվել, որ բոլոր պատնեշները փլուզվեն։ Որպես մեկը, ով լիովին նվիրվում էր։ Եվ Մարիամը զգաց, որ վերջապես տուն է հասել։ Ոչ թե ֆիզիկական տուն, ոչ թե շքեղ հասցե, այլ տան գաղափարին։ Այն վայրին, որտեղ քեզ ընդունում են ամբողջությամբ, քո թերություններով ու վախերով, այնուամենայնիվ սիրում են։ Օրերը դարձան շաբաթներ, շաբաթները ամիսներ։ Մարիամը լիովին տեղափոխվեց։ Տիկին Սոնային հնարավորինս հաճախ ընթրիքի էր բերում։ Նրա մայրն ու Խաչիկը առաջին իսկ հանդիպումից լավ լեզու գտան, որովհետև երկուսն էլ մյուսի մեջ ճանաչեցին նույն բանը, անկեղծ սեր Մարիամի հանդեպ։ Տիկին Սոնան սկզբում իր մտահոգություններն ուներ, իհարկե։ Անհանգստանում էր, որ դուստրը կվիրավորվի։ Բայց երբ տեսավ, թե ինչպես է Խաչիկը նայում նրան, երբ տեսավ, թե ինչպես է նա նրան վերաբերվում հարգանքով, հավասարությամբ, երբ տեսավ դստեր աչքերում անկեղծ երջանկությունը, նա իր օրհնությունը տվեց։ Կյանքը կարգավորվում էր։
Մարիամը ավելի ակտիվ դեր ստանձնեց ոչ միայն Սոֆիի, այլ տան որոշումների հարցում։ Խաչիկը խորհրդակցում էր նրա հետ ամեն ինչի շուրջ, հարգում էր նրա կարծիքները, շեշտում էր, որ նա գործընկեր է ամեն ինչում։ Նրանք իրենց վեճերն ունեցան, իհարկե։ Չհամաձայնվեցին Սոֆիի հետ սահմանների, դաստիարակության ոճի, առաջնահերթությունների շուրջ։ Բայց սովորեցին խոսել, զիջել, միջին ճանապարհ գտնել։ Որովհետև երկուսն էլ ուզում էին, որ դա ստացվի։ Երկուսն էլ շատ բան ունեին կորցնելու, եթե դա փլուզվեր։ Սոֆին առաջին անգամ Մարիամին մայր անվանեց մի կիրակի օր։ Երեքով այգում էին, պիկնիկ անելիս, երբ աղջնակը պարզապես ասաց. «Մամ, մի քիչ էլ հյութ կտաս»։ Այնքան բնական էր, որ մի վայրկյան ոչ ոք չարձագանքեց։ Հետո Մարիամը հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել։ Նայեց խաչիկին, որի աչքերը խոնավացել էին։ Նայեց Սոֆիին, որը նրան դիտում էր այն արտահայտությամբ, որով ստուգում էր, արդյոք դա թույլատրելի է։ Եվ Մարիամը ժպտաց, արցունքները հոսում էին դեմքով, ասաց. «Իհարկե, սիրելիս»։ Ահա։ Եվ այդ պահին այն ամենը, ինչ տեղի էր ունեցել, իմաստ ստացավ։ Կորցրած հարցազրույցը։ Աղջնակը մետրոյում։ Անհավանական հանդիպումը։ Կանգնելու որոշումը։ Ամեն ինչ եղել էր մի ոլորուն ճանապարհ, հասնելու հենց այստեղ։ Ձավորելու այն ընտանիքը, որը նրանցից ոչ ոք չէր պլանավորել, բայց որի կարիքը բոլորն ունեին։ Ամուսնության առաջարկը տեղի ունեցավ մի ձով, որը ոչ ոք չէր սպասի միլիոնատիրոջից։ Չկար թանկարժեք ռեստորան, չկար ճամփորդություն դեպի էկզոտիկ վայր, չկար ուղղաթիռ կամ նվագախումբ։ Դա տեղի ունեցավ մի շաբաթ օր, այն տան խոհանոցում, որը սառն էր եղել, այժմ կյանք էր շնչում բոլոր անկյուններից։ Երեքով թխվածքաբլիթներ էին պատրաստում, ալյուրը թափված էր ամենուր, Սոֆին սպիտակ ներկված քթով անդադար ծիծաղում էր, խոհանոցի ռադիոյով երաժշտություն էր հնչում։ Մարիամը խմորն էր գրտնակում, երբ զգաց, որ խաչիկը չափազանց լուռ է։ Նայեց նրան, տեսավ, որ նա իրեն դիտում է տարբեր արտահայտությամբ։ Քնքշության, վախի, վճռականության խառնուրդ։ Նա կանգնեցրեց իր անելիքը, զգալով, թե ինչպես է սիրտը արագանում, չիմանալով ինչու։ Սոֆին նույնպես նկատեց մթնոլորտի փոփոխությունը, լռեց, հետաքրքրասեր աչքերը գնում էին մի մեծահասակից մյուսին։ Խաչիկը դանդաղ մոտեցավ, ձեռքերը սրբեց կախված սրբիչով, հետո արեց մի լիովին անսպասելի բան։ Ծնկի իջավ հենց այնտեղ, խոհանոցի հատակին, ալյուրը կպած տաբատի ծնկներին։ Մարիամը ձեռքը տարավ բերանին, հազիվ հավատալով։ Նա գրպանից հանեց մի փոքրիկ տուփ, բացեց այն, բացահայտելով մի պարզ, բայց գեղեցիկ, նուրբ մատանի, ճիշտ իր ոճով։ «Մարիամ», սկսեց նա, ձայնը հուզված էր։ «Դու իմ կյանք եկար այն պահին, երբ ես կորցրել էի նորից ինչ-որ բան զգալու հույսը։ Մտար առանց զգուշացնելու, առանց պլանավորելու, պարզապես որովհետև քո սիրտը թույլ չտվեց, որ դու անտարբեր անցնես վախեցած երեխայի կողքով։ Եվ այդ ժամանակվանից ի վեր, դու չես դադարում ինձ ցույց տալ, թե ինչն է իրականում կարևոր։ Դա հաջողությունը չէ։ Փողը չէ։ Իմ կառուցած կայսրությունը չէ։ Այ սա է։ Այս անկարգ խոհանոցը։ Այս աղջնակը, որը ծիծաղում է ալյուրոտ դեմքով։ Դու, որ երգում ես տանը։ Արթնանալն ու իմանալը, որ դու այստեղ ես։ Քնելն ու վստահ լինելը, որ դու վաղն էլ այստեղ կլինես։ Սոֆին բարձրացել էր աթոռին, ավելի լավ տեսնելու համար, ձեռքերը սեղմած կրծքին, կարծես կյանքի ամենակարևոր պահն էր դիտում։ Եվ գուցե այդպես էլ կար։ Խաչիկը շարունակեց, այժմ ուղիղ նայելով Մարիամի աչքերին, առանց շեղվելու։ Ես գիտեմ, որ մեր պատմությունը սկսվել է անսովոր ձով։ Գիտեմ, որ մարդիկ կարող են չհասկանալ։ Գիտեմ, որ մեր աշխարհների մեջ տարբերություններ կան, որոնք կպահանջեն, որ մենք ամեն օր ջանք գործադրենք։ Բայց ես ուզում եմ այդ ջանքերը։ Ուզում եմ արթնանալ քո կողքին։ Ուզում եմ իրական ընտանիք կառուցել։ Ուզում եմ պաշտոնականացնել այն, ինչ իմ սիրտը վաղուց որոշել է։ Մարիամ Սանթոս, դու համաձայն ես ամուսնանալ ինձ հետ։ Համաձայն ես լինել իմ կինը, Սոֆիի գործընկերը, այս տան տիրուհին, որը դու տուն ես դարձրել։ Արցունքներն արդեն ազատ հոսում էին Մարիամի դեմքով։ Նա փորձեց խոսել, բայց ձայնը դուրս չեկավ։ Նորից փորձեց, բայց միայն հեկեկոց կարողացավ հանել։ Հետո, բառերի փոխարեն, նա եռանդուն գլխով արեց, միաժամանակ ժպտալով ու լաց լինելով։ Այո, վերջապես կարողացավ շշնջալ։
Այո, այո, այո։ 1000 անգամ այո։ Սոֆին ուրախությունից ճչաց աթոռից ցատկեց ուղիղ երկուսի գիրկը։ Երեքով մնացին այնտեղ, գրկախառնված անկարգ խոհանոցի հատակին, միասին ծիծաղելով ու լաց լինելով։ Խաչիկը դողացող ձեռքերով մատանին դրեց Մարիամի մատին, հետո համբուրեց նրան այն ողջ ինտենսիվությամբ, որով մեկը, ով հենց նոր շահել է այն ամենը, ինչ կարող է։ Եվ Մարիամը պատասխան համբուրեց, զգալով, որ իր կյանքն անհավանական շրջադարձեր է կատարել, հասնելու հենց այդ կատարյալ մի նույն ժամանակ անկատար պահին։ Երբ տիկին Սոնան իմացավ նորությունը, այնքան լաց եղավ, որ Մարիամն անհանգստացավ։ Բայց դրանք տխրության արցունքներ չէին։ Թեթության, երջանկության, երախտագիտության արցունքներ էին, տեսնելով, որ դուստրը գտել է ոչ միայն սեր, այլ մի տղամարդու, որը նրան վերաբերվում է որպես հավասարի, որը հարգում է, թե որտեղից է նա եկել, որը գնահատում է նրա կարծիքները, որը սիրում է նրան ոչ թե չնայած նրա ծագմանը, այլ ներառյալ այն ամենը, ինչ նա է։ Մայրն ու Խաչիկը շատ խոսեցին այդ օրերին, մինչ հարսանիքը։ Նա պաշտոնապես խնդրեց նրա օրհնությունը, մի բան, որը խորապես հուզեց տիկին Սոնային։ Նա խոստացավ հոգ տանել Մարիամի մասին, բայց նա խոստացավ մի ավելի կարևոր բան՝ երբեք չփորձել փոխել նրան։ Երբեք չփորձել ջնջել, թե որտեղից է նա եկել։ Միշտ գնահատել այն ուժը, որը նա զարգացրել է հենց ներքից գալու շնորհիվ։ Եվ տիկին Սոնան, խորը նայելով այդ անկեղծ աչքերին, տվեց իր լիակատար օրհնությունը։ Հարսանիքը պլանավորված էր փոքր մտերմիկ լինելու։ Ոչ մի հսկայական խնջույք, ոչ մի անվերջ հյուրերի ցուցակ։ Պարզապես ընտանիք ամենամոտ ընկերներ։ Պետք է լիներ տան այգում գարնանային մի երեկոյան, երբ առը փափուկ լիներ, բոլոր ծաղիկները բացված։ Մարիամն ընտրել էր պարզ, բայց էլեգանտ զգեստ, սպիտակ թեթ, որը գեղեցիկ շարժվում էր, երբ նա քայլում էր։ Ոչ մի չափազանցություն, ոչ մի բան, որը ինքը չէր։ Սոֆին, իհարկե, պետք է լիներ ծաղիկներով աղջնակը շատ լուրջ էր վերաբերվում իր դերին։ Փորձում էր, թե ինչպես է քայլելու այգում ստեղծված փոքրիկ անցուղով, ինչպես է պահելու թերթիկներով զամբյուղը, ինչպես է հանձնելու մատանիները, երբ ժամանակը գա։ Այնքան ոգորված էր, որ հազիվ էր կարողանում քնել մեծ օրվան նախորդող գիշերները։ Տիկին Իրինան, որը սկզբից ի վեր դիտել էր այս ամբողջ ճանապարհը, առաջարկեց օգնել նախապատրաստական աշխատանքներին։ Եվ Մարիամը մի գեղեցիկ բան նկատեց։ Այն խիստ տիկինը, որը պարզապես տնտեսուհի էր եղել, դարձել էր նա ընտանիքի մի մասը։ Նա ականատես էր եղել սիրո աճին, տեսել էր տան փոխակերպումը, եղել էր այդ ամբողջ փոփոխության կարևոր մասը։ Եվ հիմա միասին տոնում էր այն մարդու լուր հպարտությամբ, ով գիտի, որ սկզբից ի վեր ճիշտ էր։ Հարսանիքի օրը կատարյալ բացվեց։ Կապույտ երկինք, առանց ամպի, հաճելի ջերմաստիճան, այն ոսկեգույն լույսը, որը կարծես միայն հատուկ օրերն են ունենում։ Մարիամը վաղ արթնացավ մոր տանը, որտեղ անցկացրել էր նախորդ գիշերը, հետելով այն ավանդույթին, որ Փեսան ու Հարսը չպետք է տեսնեն իրար արարողությունից առաջ։ Հանգիստ սուրճ խմեց, երկար զրուցեց տիկին Սոնայի հետ ամեն ինչի ոչնչի մասին, թույլ տվեց, որ մայրը սանրի իր մազերը, ինչպես անում էր, երբ նա փոքր էր։ Տիկին Սոնան գեղեցիկ էր, նոր զգեստով, որը Մարիամը գնել էր նրա համար։ Գինեգույն, էլեգանտ, որը ստիպում էր մորը տեսանելիորեն հուզվել ամեն անգամ, երբ նայում էր հայելու մեջ։ Այնքան գեղեցիկ ես, մամ, ասաց Մարիամը, ուղղելով վզնոցը, որը նվիրել էր։ Եվ մայրը պատասխանեց հուզված ձայնով. Ոչ ավելի գեղեցիկ, քան դու, աղջիկս։ Դու փայլում ես։ Երջանկությունից ես փայլում։ Եվ դա ճիշտ էր։ Երբ Մարիամն իրեն տեսավ հայելու մեջ ամբողջովին պատրաստ, հազիվ ճանաչեց իրեն։ Ոչ թե զարդերի կամ զգեստի պատճառով, այլ սեփական դեմքի արտահայտության։ Այնտեղ մի խաղաղություն կար, որը նա երբեք չէր տեսել։ Մի վստահություն։ Մի հանգիստ երջանկություն, որը գալիս էր ներսից լուսավորում ամեն ինչ շուրջը։ Երբ հասան տուն, այգին փոխակերպվել էր։ Սպիտակ աթոռների պարզ շարքերը միջանցք էին կազմում։ Ծաղիկների կամարը նշում էր, թե որտեղ է լինելու արարողությունը։ Ամեն ինչ զարդարված էր լավ ճաշակով, բայց առանց չափազանցությունների, ճիշտ այնպես, ինչպես Մարիամը խնդրել էր։ Որովհետև այդ օրը ոչ ոքի տպավորելու մասին չէր։ Իրական սերը տոնելու մասին էր։ Հյուրերն արդեն գալիս էին։ Քիչ, բայց նշանակալից։ Խաչիկի մի քանի ընկերներ, որոնք ամիսների ընթացքում ապացուցել էին իրենց անկեղծությունը։
Տիկին Սոնայի հարանուհիները, որոնք տեսել էին Մարիամի մեծանալը, այնտեղ էին հպարտության արցունքներով աչքերում։ Այն մորաքույրը, որը Սոֆիի հետ մոլորվել էր մետրոյում, կրելով մի մեղք, որի մասին Մարիամը 1000 անգամ ասել էր, որ պետք չէ կրել, որովհետև, ի վերջո, այդ սխալը եղել էր ամեն լավ բանի սկիզբը։ Խաչիկի աշխատանքի մի քանի գործընկերներ, որոնք տեսել էին նրա մեջ փոխակերպումը, իսկապես աջակցում էին այդ միությանը։ Սոֆին անթերի էր իր ծաղիկներով աղջնակի զգեստով, թերթիկներով զամբյուղը ձեռքերում, մի այնքան մեծ ժպիտով, որ կարծես չէր տեղավորվում դեմքին։ Նա սպասում էր տան դռան մոտ, փորձելով քայլերը, միաժամանակ նյարդային ոգորված։ Երբ երաժշտությունը սկսեց հնչել, նա նայեց տիկին Իրինային, որը նշան արեց, որ կարող է գնալ։ Եվ գնաց աղջնակը, դանդաղ քայլելով, ինչպես փորձել էր, բացարձակ լրջությամբ թերթիկներ նետելով, կարծես աշխարհի ամենակարևոր պատասխանատվությունն էր կրում։ Եվ հետո Մարիամի հերթն էր։ Նա դուրս եկավ տնից տիկին Սոնայի հետ։ Հայրը չէր հանձնելու նրան, որովհետև հայր երբեք չի եղել։ Կինը, որը միաժամանակ հայր ու մայր էր եղել։ Կինը, որը զոհաբերել էր ամեն ինչ, դստերը շանս տալու համար։ Կինը, որն այդ պահին արժանի էր նույնքան, որքան հենց հարսնացուն։ Երբ սկսեցին քայլել աթոռների մեջ ընկած միջանցքով, Մարիամն աչքերով փնտրեց Խաչիկին։ Նա այնտեղ էր ինքնաշեն խորանի մոտ, պարզ, բայց անթերի կոստյումով, նրա դեմքի արտահայտությունը, երբ տեսավ նրան, մի բան էր, որը նա երբեք չէր մոռանա։ Մաքուր հիացմունք էր։ Առանց զտիչների սեր էր։ Մի տղամարդու վստահությունն էր, որը ճշգրիտ գիտեր, թե ինչ գանձ է պատրաստվում ստանալ։ Սոֆին հոր կողքին էր, պահելով մատանիներով բարձիկը, ոգորված թափահարեց, երբ տեսավ Մարիամի մոտենալը։ Մարիամը պատասխան թափահարեց, ժպտալով արդեն սկսվող արցունքների միջով։ Երբ վերջապես հասավ խորանին, տիկին Սոնան համբուրեց նրա ճակատը, հետո համբուրեց Խաչիկի ձեռքը, որպես օրհնության հավանության ժեստ, գնաց նստելու առաջին շարքում։ Արարողությունը վարողը Խաչիկի մոտ ընկերն էր, մեկը, ով տեսել էր նրանց ամբողջ ճանապարհը սկզբից ի վեր։ Նա սկսեց պարզ, բայց խորը խոսքերով այն մասին, թե ինչպես է իրական սերը հաճախ գալիս, երբ ամենաքիչն ենք սպասում։ Թե ինչպես ենք երբեմն կորցնում մի բան, որը շատ ենք ուզում, որպեսզի ստանանք մի բան, որի կարիքն ունենալու մասին նույնիսկ չգիտեինք։ Թե ինչպես կարող են ամենաանհավանական ճանապարհները տանել դեպի ամենակատարյալ ուղղությունները։ Երբ եկավ ուխտերի ժամանակը, Խաչիկը բռնեց Մարիամի ձեռքերը, սկսեց խոսել։ Պատրաստի թուղթ չուներ։ Սրտից էր խոսում։ Մարիամ, դու ինձ սովորեցրիր, որ հարստությունը այն չէ, ինչ բանկում է։ Այն է, ինչ սրտում է։ Արթնանալն ու տանը ծիծաղ լսելն է։ Ունենալ մեկին, ով ինձ իսկապես ճանաչում է, այնուամենայնիվ ընտրում է մնալ։ Իմանալն է, որ անկախ նրանից, թե ինչ է կատարվում դրսի աշխարհում, այստեղ ներսում ես ունեմ այն ամենը, ինչի կարիքն ունեմ։ Խոստանում եմ քեզ գնահատել ամեն օր։ Խոստանում եմ երբեք չմոռանալ, թե որտեղից ենք եկել, ուր ենք ուզում գնալ։ Խոստանում եմ լինել գործընկեր, ոչ թե գործատու։ Ընկեր, ոչ թե ապահովող։ Քո հավասարը ամեն ինչում, միշտ։ Մարիամն արդեն բացահայտ լաց էր լինում, բայց դրանք լավ արցունքներ էին։ Երբ իր հերթը եկավ, նա խորը շունչ քաշեց, ասաց. Խաչիկ, դու ինձ գտար իմ կյանքի ամենավատ օրը, այն վերածեցիր իմ կյանքի լավագույն մասի սկզբի։ Ինձ սովորեցրիր, որ արժանի լինելը այն մասին չէ, թե որտեղից ես գալիս, այլ այն մասին, թե ով ես ընտրում լինել։ Ինձ ստիպեցիր տեսանելի, գնահատված, սիրված զգալ ճիշտ այնպես, ինչպես կամ։ Խոստանում եմ հոգ տանել Սոֆիի մասին, կարծես նա ի սկզբանե իմն է եղել։ Խոստանում եմ այս տունը կառուցել քեզ հետ ամեն օր։ Խոստանում եմ երբեք տեսադաշտից չկորցնել այն, ինչն իրականում կարևոր է։ Եվ խոստանում եմ սիրել քեզ, ոչ միայն հեշտ օրերին, այլ հատկապես դժվար։ Սոֆին, որը մեծի պես ուշադիր լսում էր ամեն ինչ, ցրփեց մի արցունք, որը դուրս էր եկել, հետո առաջ հրեց մատանիներով բարձիկը, բոլորին հիշեցնելով, որ ինքը կարևոր դեր ունի արարողության մեջ։ Բոլորը ծիծաղեցին, պահն ավելի թեթացավ, Խաչիկը նախ վերցրեց իր մատանին։ Նա մատանին սահեցրեց Մարիամի մատին այնպիսի քնքշությամբ, որ կարծես սուրբ բանի էր դիպչում։ Հետո նրա հերթն էր։ Վերցրեց մատանին, որը ներկայացնում էր այն ամենը, ինչ նրանք կառուցել էին, դրեց նրա մատին, զգալով այդ պարտավորության գեղեցիկ ծանրությունը։ Ինձ վստահված լիազորություններով, ասաց արարողությունը վարողը մեծ ժպիտով, ես ձեզ հայտարարում եմ ամուսին կին։ Կարող եք համբուրել հարսնացուին։ Եվ Խաչիկը ժամանակ չկորցրեց։
Մարիամին մոտ քաշեց համբուրեց նրան այն ողջ կրքով ու քնքշությամբ, որը պահել էր այդ հանդիսավոր օրը։ Հյուրերը ծափահարեցին, Սոֆին ուրախությունից չչաց վազեց գրկելու երկուսի ոտքերը, այդպես մնացին երեքով գրկախառնված, մինչդեռ երեկոյան արը ոսկեգույն լույս էր գցում այն ընտանիքի վրա, որը ծնվել էր անհավանականից։ Հետո խնջույքը պարզ էր, բայց կատարյալ։ Համեղ ուտելիք, որը տիկին Իրինան օգնել էր պատրաստել։ Լավ երաժշտություն։ Անկեղծ զրույցներ։ Իրական ծիծաղ։ Ոչ մի ստիպողական բան, ոչ մի բան տպավորելու համար։ Պարզապես մարդիկ, որոնք իսկապես հոգ էին տոնում էին մի իրական բան։ Տիկին Սոնան պարեց խաչիկի հետ երգերից մեկի տակ, Մարիամը տեսավ, որ մայրը ծիծաղում է մի ձով, որը տարիներ շարունակ չէր տեսել։ Տեսավ նա, թե ինչպես է խաչիկը վերաբերվում իր մորը մի հարգանքով ու քնքշությամբ, որը տաքացրեց նրա սիրտը։ Նա հասկանում էր, թե որտեղից է գալիս Մարիամը։ Հասկանում էր, որ նրա ուժը ձավորվել է մոր կողմից։ Եվ պատվում էր դա։ Երբ արը սկսեց մայր մտնել խնջույքն արդեն ավարտվում էր, երեքով նստեցին այգու ճոճանակին։ Սոֆին մեջտեղում, Մարիամն ու խաչիկը, յուրաքանչյուր կողմում։ Աղջնակը հյուծված, բայց երջանիկ էր, գրեթե քնած կրտնած Մարիամին։ Եվ երկու մեծահասակները, այժմ պաշտոնապես ամուսին կին, հարմարավետ լռության մեջ նայում էին հորիզոնին։ Հավատում ես, որ ամեն ինչ սկսվեց, որովհետև մի աղջիկ մոլորվեց մետրոյում, մեղմ ասաց Մարիամը։ Խաչիկը ժպտաց, սեղմեց նրա ձեռքը պատասխանեց. Ես հավատում եմ, որ ամեն ինչ սկսվեց, որովհետև դու ունես մի սիրտ, որը չգիտի ինչպես անտարբեր անցնել։ Եվ փառք Աստծո դրա համար։ Հաջորդ ամիսները նոր իրականությանը հարմարվելու շրջան էին։ Մարիամն այժմ պաշտոնապես Սոֆիի մայրն էր, մի բան, որը նրանք օրինականացրել էին հարսանիքից անմիջապես հետո։ Աղջնակն այլս Մարի չէր ասում։ Ամբողջ բնականությամբ մայր էր ասում, ամեն անգամ, երբ դա անում էր, Մարիամը խորը հուզմունք էր զգում։ Որովհետև գիտեր, որ պատվում է Լիլիթի հիշատակը, մի նույն ժամանակ նոր բան կառուցելով։ Նա ոչ ոքի չէր փոխարինում։ Սեր էր ավելացնում այդ երեխայի կյանքին։ Տունը լիովին փոխվել էր։ Այլս այն սառը անթերի վայրը չէր։ Ապրող տուն էր։ Պատերին նկարներով, որոնք ցույց էին տալիս երեքին ծիծաղելիս։ Սառնարանին փակցված Սոֆիի նկարներով։ Մուտքի մոտ թափված կոշիկներով։ Խոհանոցից եկող տնական ուտելիքի բույրով։ Երաժշտությամբ։ Բոլոր անկյուններից բաբախող կյանքով։ Խաչիկն էլ էր փոխվել։ Դեռ աշխատում էր, դեռ գրագետ հարգված գործադիր տնօրեն էր։ Բայց սովորել էր ի ոչ ասել այն ժողովներին, որոնք կխանգարեին ընտանեկան ընթրիքին։ Սովորել էր ավելի շատ պատվիրակել։ Հասկացել էր, որ ներկա լինելն ավելին արժե, քան ցանկացած գործարք, որ կարող էր կնքել։ Դստեր աչքերում տեսնում էր դրա տարբերությունը։ Տեսնում էր այն ձով, որով Սոֆին ամեն օր վազում էր նրան գրկելու։ Տեսնում էր այն անվտանգության մեջ, որը նա զարգացրել էր, իմանալով, որ իր սիրելի երկու մեծահասակներն այնտեղ են, ներկա մշտական։ Եվ Մարիամը ծաղկել էր մի ձով, որն ինքն էլ չէր սպասում։ Ավարտել էր ասպիրանտուրան, որը միշտ ուզում էր, բայց երբեք հնարավորություն չէր ունեցել։ Սկսել էր աշխատել նախաճիկի ընկերությունում, բայց մի պաշտոնում, որը նվաճել էր արժանինքներով, նրանից լիովին տարբեր ոլորտում, որտեղ կարող էր օգտագործել իր կրթությունն ու հմտությունները։ Դա նրա համար սկզբունքային էր։ Սկզբունքային էր ապացուցել իրեն աշխարհին, որ ինքը պարզապես սեփականատիրոջ կինը չէ։ Գրագետ մասնագետ էր։ Խելացի կին էր։ Գործընկեր էր բոլոր առումներով։ Տիկին Սոնան տեղափոխվել էր ավելի լավ տուն, նրանց ավելի մոտ, միշտ այցելում էր։ Դարձել էր Սոֆիի պաշտոնական տատիկը, աղջնակը սիրում էր հանգստյան օրերն անցկացնել նրա հետ։ Այն կինը, որն այդքան զոհաբերել էր, այժմ կարող էր վերջապես մի փոքր հանգստանալ, արժանապատվորեն ապրել, տեսնել դստերը երջանիկ, խաղալ սրտի թոռնուհու հետ։ Կյանքն անհավանական շրջադարձեր էր կատարել, բայց հասել էր լավ տեղ։ Մի երեկո, հարսանիքից գրեթե 1 տարի անց, երեքով պառկած էին ամուսնական մահճակալին։ Սոֆին Մարիամի խաչիկի միջ, ինչպես անում էր միշտ, երբ մղձավանջ էր ունենում կամ պարզապես ուզում էր մոտ լինել։ Աղջնակն արդեն գրեթե քնած էր, երբ շշնջաց. Ես աշխարհի ամենահաջողակ աղջիկն եմ։ Ես երկնքից 2 նվեր ունեմ։ Իմ մայրիկը, որը վերում է հոգ է տանում ինձ, իմ մայրիկը, որն այստեղ է հոգ է տանում ինձ։
Մարիամն ու Խաչիկը նայեցին իրար աղջնակի գլխի վրայով, երկուսի աչքերն էլ խոնավացած։ Որովհետև երեխայի այդ պարզ խոսքերն ամփոփել էին ամեն ինչ։ Սերը բացառող չէ։ Սերն առատ է։ Հնարավոր է պատվել անցյալը, մի նույն ժամանակ կառուցելով ապագան։ Հնարավոր է կորցրած լինել մեկին, այնուամենայնիվ նորից երջանկություն գտնել։ Երբ Սոֆին վերջապես քնեց, նրանք նրան տարան իր սենյակ, Մարիամն ու Խաչիկը վերադարձան իրենց սենյակ, պառկեցին գրկախառնված։ Գիտես, ես շատ եմ մտածում մետրոյում տեղի ունեցած այն օրվա մասին, մեղմ ասաց Մարիամը։ Եթե ես այլ որոշում կայացրած լինեի։ Եթե նստած լինեի այդ գնացքը։ Եթե միայն իմ մասին մտածած լինեի։ Այս ամենից ոչինչ տեղի չէր ունենա։ Խաչիկն ավելի ամուր սեղմեց նրան։ Բայց դու դա չարեցիր։ Որովհետև դու այնպիսին ես, ինչպիսին կաս։ Եվ ես ամեն օր երախտապարտ եմ, որ դու հենց այնպիսին ես, ինչպիսին կաս։ Նա դադար տվեց, շարունակեց. Գիտես ինչն է զվարճալի։ Ես տարիներ շարունակ կարծում էի, որ ամեն ինչ կորցրել եմ, երբ Լիլիթը գնաց։ Կարծում էի, որ երջանկությունն անցյալի բան է։ Որ լավագույնը, որ կարող էի անել, գոյատելն էր, Սոֆիի մասին հոգ տանելը, կյանքն առաջ տանելը։ Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ նորից սիրել։ Որ կարող եմ նորից ընտանիք կառուցել։ Որ կարող եմ նորից երջանիկ լինել։ Եվ դու եղար, լրացրեց Մարիամը։ Որովհետև կյանքն այդպիսի բաներ ունի։ Նա խլում է։ Բայց նա տալիս է։ Երբեմն այնպիսի ձերով, որոնք մենք երբեք չէինք պատկերացնի։ Նա շրջվեց, նայելու նրա աչքերին։ Ես կորցրի աշխատանքի հարցազրույց։ Դու կորցրիր կնոջդ։ Սոֆին կորցրեց մորը։ Բայց ինչ-որ կերպ, այս բոլոր կորուստների մեջ, մենք իրար գտանք։ Եվ նոր բան կառուցեցինք։ Մի բան, որը չի փոխարինում այն, ինչ գնացել է, բայց որն ինքնին հսկայական արժեք ունի։ Նրանք մի որոշ ժամանակ լուռ մնացին, պարզապես գրկախառնված, լսելով միմյանց շնչառությունը, զգալով միմյանց ներկայությունը։ Եվ Մարիամը մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Դժվար տարիների, պայքարների, այն գիշերների, երբ լաց էր եղել, չիմանալով, թե կկարողանա։ Այն առավոտվա, երբ արթնացել էր, վճռական կյանքը փոխելու։ Մետրոյում մի քանի վայրկյանի որոշման, որը փոխել էր ամեն ինչ։ Անսովոր հնարավորությունն ընդունելու քաջության։ Նույնիսկ վախով սիրահարվելու խիզախության։ Նոր բան կառուցելու ուժի։ Եվ մի խորը բան հասկացավ։ Երբեմն այն, ինչ թվում է վերջ, պարզապես քողարկված սկիզբ է։ Երբեմն կորցնելը շահել է այնպիսի ճանապարհներով, որոնք մենք այդ պահին չենք կարող տեսնել։ Երբեմն ճակատագիրը գործում է խորհրդավոր ձերով, փակելով դռներ, աներակայելի պատուհաններ բացելու համար։ Եվ երբեմն, միայն երբեմն, մենք պարզապես պետք է քաջություն ունենանք կանգնելու, երբ սիրտը հուշում է։ Ճիշտ բանն անելու, նույնիսկ եթե դա սխալ որոշում է թվում։ Վստահելու, որ կյանքի զուգադիպություններում ավելի մեծ նպատակ կա։ Մարիամը մտել էր այդ լեփ-լեցուն մետրոն որպես մի հուսահատ կին, որը շանսի հետից էր ընկել։ Նա դուրս էր եկել այնտեղից որպես մեկը, ով ընտրել էր մարդկայնությունը հնարավորությունից վեր։ Եվ այդ ընտրությունը, այն մի քանի վայրկյանի որոշումը, փոխել էր ոչ միայն նրա կյանքը, այլ մի երեխայի կյանքը, որն օգնության կարիք ուներ, մի տղամարդու կյանքը, որը մոռացել էր ինչպես ապրել։ Փոխել էր 3 կյանք։ Ստեղծել էր ընտանիք։ Ապացուցել էր, որ բարությունը թուլություն չէ, ուժ է։ Որ օգնելու համար կանգնելը ժամանակ կորցնել չէ, նպատակ ձեռք բերել է։ Որ սիրտը գիտի բաներ, որոնք բանականությունը դժվարությամբ է հասկանում։ Եվ այսպես, այն տանը, որը սառն էր եղել տուն դարձել, այն տղամարդու գրկում, որը գործատու էր եղել ամուսին դարձել, այն աղջնակի հետ, որը մոլորված էր եղել դուստր դարձել, քնած հարան սենյակում, Մարիամը փակեց աչքերը ժպտաց։ Որովհետև գտել էր մի բան, որը ոչ մի աշխատանքի հարցազրույց չէր կարող տալ։ Գտել էր ընտանիք։ Գտել էր սեր։ Գտել էր իր տեղն աշխարհում։ Եվ սովորել էր, որ երբեմն, երբ կորցնում ես այն ամենը, ինչ պլանավորել էիր, ստանում ես ճիշտ այն, ինչի կարիքն ունեիր առանց իմանալու։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարիամի, Խաչիկի, Սոֆիի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։
Եթե դուք հուզվեցիք սիրո հաղթահարման անհավանական հանդիպումների այս ճանապարհորդությունից, ցեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Մարիամի քաջությունը, կանգնելու օգնելու։ Խաչիկի փոխակերպումը։ Սոֆիի քնքշությունը։ Թե այն հիշեցումը, որ կյանքը խորհրդավոր ճանապարհներ ունի, որոնք մեզ տանում են հենց այնտեղ, որտեղ պետք է լինենք։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, որոնք ցույց են տալիս, որ սերը կարող է ծնվել ամենաանսպասելի ձևով, որոնք մեզ հիշեցնում են, որ բարությունը երբեք կորցրած ժամանակ չէ։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կխառնի ձեր հույզերը։